Նա վերադառնում էր նշանադրությունից, երբ տեսավ իր հղի նախկին կնոջը, միայնակ փողոցով քայլելիս։ Հարսնացուն բղավում էր, որ նա չօգնի, բայց նա միևնույն է կանգ առավ։ Երբ նա իմացավ, որ նրանք երկվորյակներ են և որ նա միանգամայն մենակ է, ամեն ինչ փոխվեց։ Անձրևը թմկահարում էր սև Մերսեդեսի դիմապակուն, մինչ Էդգար Սահակյանը վարում էր Երևանի բանուկ փողոցներով։ Նրա կողքին Էլեն Պետրոսյանն ուղղում էր դիզայներական զգեստը և հիանում իր մատին փայլող նշանադրության մատանիով։ Նրանք նոր էին դուրս եկել քաղաքի ամենաթանկ ռեստորանից, որտեղ նշել էին ամուսնության առաջարկը, որն արվել էր 2 ժամ առաջ։ «Սիրելիս, չեմ կարող հավատալ, որ մենք վերջապես կամուսնանանք», ասաց Էլենը, մեկնելով ձեռքը, որպեսզի ցուցադրի հսկայական ադամանդը։ 3 տարվա հարաբերություններն արժեին դրան։ Էդգարը ժպտաց, աչքերը չկտրելով ճանապարհից։ Նա հաջողակ տղամարդ էր, շինարարական ընկերության սեփականատեր, որն էլ էլիտար շենքեր էր կառուցում ամբողջ քաղաքում։ 40 տարեկանում նա ուներ այն ամենը, ինչի մասին երազում էր՝ փող, հաջողություն, գեղեցիկ հարսնացու, բարձր խավից։ Համենայն դեպս նա փորձում էր իրեն դրանում համոզել։ «Սա տարվա հարսանիքն է լինելու», շարունակում էր նա, արդեն իսկ պլանավորելով յուրաքանչյուր մանրամասնություն։ 400 հյուր, 3 տարբեր զգեստ, մեղրամիս Եվրոպայում։ Իմ մայրն արդեն ամեն ինչ կազմակերպում է։ Խոսակցությունն ընդհատվեց, երբ Էդգարը կտրուկ արգելակեց։ Մի կին տեղատարապ անձրևի տակ վազելով անցնում էր փողոցը, մեքենաներին չնայելով։ Նա նկատելիորեն հղի էր։ Փորը վկայում էր վերջին ամիսների մասին։ Նա հասարակ հագուստով էր, որն արդեն ամբողջովին թրջվել էր, և նա պլաստիկե տոպրակ էր տանում, որի մեջ թվում էր նրա բոլոր իրերն էին։ «Զգուշ», բղավեց Էդգարը, չնայած գիտեր, որ նա չի լսի փակ ապակու միջով։ Կինը սայթաքեց փողոցի մեջտեղում։ Էդգարն այդ դեմքն իսկույն ճանաչեց և զգաց, թե ինչպես սիրտը կանգ առավ։ Դա Սոնա Վարդանյանն էր, նրա նախկին կինը, մարդ, որին նա կյանքում ամենից շատ էր սիրել և որին լքել էր 5 տարի առաջ։ «Էդգար, արագ գնանք», դժգոհեց Էլենը, հեռախոսի մեջ փորփրելով։ «Ես թրջվեցի պարզապես նայելով այս անձրևին, ես ուզում եմ տուն գնալ»։ Բայց Էդգարը չէր կարողանում մեքենան տեղից շարժել։ Նա հիպնոսացածի պես նայում էր, թե ինչպես է Սոնան սայթաքում և ընկնում ծնկերի վրա, թաց ասֆալտին։ Նա փորձում էր ոտքի կանգնել, բայց թվում էր գլուխը պտտվում է, նա ապակողմնորոշված էր։ Մյուս մեքենաներն անհամբեր ազդանշան էին տալիս, բայց ոչ ոք կանգ չէր առնում օգնելու համար։ «Էդգար», Էլենը բարձրացրեց ձայնը, «Ինչ ես անում, գնացինք», նա չպատասխանեց։ Նրա ներսում ինչ-որ բան արթնացավ, տեսնելով Սոնային նման վիճակում։ Կին, որը ժամանակին իր կինն էր, որը երազում էր իրենից երեխաներ ունենալ, որը միշտ խոսում էր ընտանիք ստեղծելու մասին։ Հիմա նա այստեղ մենակ էր, հղի, կորած անձրևի տակ։ Սոնան փորձեց հենվել գետնին, որպեսզի ոտքի կանգնի, բայց ուժերը լքեցին նրան։ Նա նորից ընկավ, այս անգամ ձեռքը սեղմելով փորին, ցավի ու հուսահատության արտահայտությամբ։ Հենց այդ ժամանակ Էդգարը որոշում կայացրեց, որը փոխեց ամեն ինչ։ «Սպասիր այստեղ», ասաց նա Էլենին, անջատելով շարժիչը։ «Սպասել։ Էդգար, դու խելագարվել ես, մենք դուրս չենք գա այս անձրևի տակ»։ Բայց նա արդեն բացում էր մեքենայի դուռը։ Նա վազեց դեպի Սոնան, որը փորձում էր պլաստիկե տոպրակով պաշտպանվել անձրևից։ Երբ նա բարձրացրեց դեմքը և տեսավ մոտեցող Էդգարին, նրա աչքերը լցվեցին արցունքներով, որոնք խառնվում էին անձրևաջրի հետ։ «Էդգար», շշնջաց նա, կարծես չհավատալով իր աչքերին։ «Սոնա, ինչ ես անում այստեղ, լավ ես»։ Նա փորձեց ինքնուրույն կանգնել, բայց Էդգարը բռնեց նրա թևից։ Նրա հպումը հազարավոր հիշողություններ արթնացրեց։ Հիշողություններ այն մասին, երբ նրանք երջանիկ էին, երբ պլանավորում էին երեխաներ ունենալ, երբ խոստանում էին ընդմիշտ միասին լինել։ «Ես լավ եմ», ստեց նա, ակնհայտորեն ցնցված։ «Պարզապես սայթաքեցի, պետք չէր կանգ առնել»։ Էդգարը նայեց նրա փորին և զգաց, թե ինչպես կրծքում ինչ-որ բան շարժվեց։ «Երբ է ժամկետդ»։ «Ցանկացած պահի», պատասխանեց Սոնան, փորձելով պահպանել արժանապատվությունը չնայած իրավիճակին։ «Ես տուն էի գնում»։ «Ո՞ր տուն»։ «Սոնա, քեզ չի կարելի մենակ քայլել փողոցով նման վիճակում»։ Նախքան նա կհասցներ պատասխանել, Էլենը դուրս եկավ մեքենայից, բռնած թանկարժեք անձրևանոց։ Նա մոտեցավ նրանց դժգոհ դեմքով։
Էդգար, ինչ է սա նշանակում։ Ո՞վ է այս կինը։ Լարվածությունն օդում շոշափելի էր։ Էդգարը հայացքը Սոնայից տեղափոխեց Էլենի վրա, չիմանալով թե ինչպես բացատրել իրավիճակը։ Էլեն, սա Սոնան է, իմ նախկին կինը։ Էլենի աչքերը կլորացան։ Նա գիտեր Սոնայի գոյության մասին, բայց երբեք նրան անձամբ չէր հանդիպել եւ հաստատ չէր սպասում նրան հանդիպել հղի եւ փողոցում օգնության կարիք ունեցող վիճակում։ Քո նախկին կինը, կրկնեց Էլենը, ոտքից գլուխ չարությամբ ու արհամանքով զննելով Սոնային։ Էդգար, գնացինք այստեղից, անմիջապես։ Սոնան զգաց լարվածությունը եւ մեկ քայլ հետ արեց։ Էդգար, պետք չէ անհանգստանալ, ես ինքս կհասնեմ։ Ուր կհասնես։ Սոնա, դու մինչև ոսկորները տրճվել ես, դու հղի ես, չի կարելի փողոցում մնալ։ Կարելի է, ես միշտ էլ կարողացել եմ հոգ տանել իմ մասին։ Սոնայի պատասխանի մեջ վիրավորություն էր հնչում, որն Էդգարը անմիջապես ճանաչեց։ Դա նույն վիրավորանքն էր, որ կար նրա աչքերում այն օրը, երբ նրանք ստորագրում էին ամուսնալուծության թղթերը։ Այն օրը, երբ նա որոշեց այլ ճանապարհով գնալ, ազդվելով մարդկանցից, ովքեր ասում էին, որ կինը բավականաչափ լավը չէ իր համար։ Էդգար, Էլենը քաշեց նրա ձեռքից։ Գնացինք հենց հիմա, սա մեր խնդիրը չէ։ Ինչպես թե մեր խնդիրը չէ, առարկեց Էդգարը զարմանալով սեփական ձայնի հաստատակամությունից։ Նա քո նախկին կինն է, Էդգար, անցյալը, դու հիմա պարտավորություն ունես իմ հանդեպ։ Սոնան լսեց վեճը եւ փորձեց հեռանալ, բայց այդ պահին ոտքերը դավաճանեցին նրան։ Էդգարը հասկացավ, որ նա վատ է զգում եւ նորից բռնեց նրա ձեռքից։ Սոնա, քեզ լավ չես զգում, երբ ես վերջին անգամ կերել։ Նա չպատասխանեց, բայց Էդգարը տեսավ պատասխանը նրա աչքերում, շատ վաղուց։ Սոնան ակնհայտորեն թույլ էր, հյուծված, փորձելով գոյատևել միայնակ, երեխայի սպասելով։ Քեզ կտանեմ բժշկական կենտրոն, որոշեց Էդգարը։ Ոչ, բողոքեց Սոնան, ես փող չունեմ վճարելու համար, ինձ քո օգնությունը պետք չէ։ Էդգար, դու դա չես անի, միջամտեց Էլենը լիովին կորցնելով ինքնատիրապետումը։ Ես թույլ չեմ տա քեզ կապվել նախքին կնոջդ հետ մեր նշանադրության օրը, բայց այդ պահին Սոնան ուշագնաց եղավ Էդգարի ձեռքերի վրա։ Նա բռնեց կնոջը նախքան թաց գետնին ընկնելը, զգալով պատասխանատվության ծանրությունը։ Կինը, որը ժամանակին նրա կինն էր, այստեղ խոցելի էր, իր արգանդում կյանք էր կրում, կախված էր նրանից, որպեսզի չընկնի անձրևի տակ։ Էլեն, շտապ օգնություն կանչիր, բղավեց Էդգարը, տանելով Սոնային դեպի մեքենան։ Էդգար, ոչ, սա խելագարություն է, ինքդ կանչիր շտապ օգնություն։ Նրա ձայնի իշխող տոնը ստիպեց Էլենին նահանջել։ Նա երբեք չէր տեսել Էդգարին այսպիսին, այսքան վճռական, այսքան պաշտպանող։ Կարծես այն տղամարդը, ում նա ճանաչում էր, անհետացել էր, տեղը զիջելով բոլորովին այլ մարդու։ Էդգարը պարկեցրեց Սոնային մեքենայի հետևի նստատեղին, հանելով իր բաճկոնը նրան ծածկելու համար։ Նա անգիտակից էր, բայց շնչում էր։ Էլենը կանգնած էր անձրևի տակ, նայելով թե ինչպես է այն տղամարդը, ով հենց նոր իրեն ամուսնալության առաջարկ էր արել, հոգ տանում նախկին կնոջ մասին, կարծես նա աշխարհի ամենաթանկ էակն էր։ Էդգար, եթե դու նստես այդ մեքենան նրա հետ, ես կհեռանամ, սպառնաց Էլենը։ Էդգարը նայեց նրան, հետո Սոնային, որն անգիտակից պառկած էր հետևի նստատեղին։ Այդ պահին 5 տարվա մեջ առաջին անգամ նա հաստատապես գիտեր, թե որ ընտրությունն է ճիշտ։ Այդ դեպքում գնա, պատասխանեց նա, նստելով մեքենան։ Էլենը մնաց մայթին կանգնած, նայելով թե ինչպես է սև Մերսեդեսը հեռանում անձրևի տակ։ Նշանադրության մատանին փայլում էր նրա մատին, բայց նա գիտեր, որ ինչ-որ բան ընդմիշտ փոխվել է տեղատարափի տակ անցկացրած այս քանի րոպեների ընթացքում։ Մեքենայի մեջ Էդգարը հետևի հայելուց նայում էր Սոնային, ով սկսում էր կամաց-կամաց ուշքի գալ։ Երբ նրա աչքերը բացվեցին եւ հանդիպեցին իր աչքերին, Էդգարը զգաց, որ երկար ժամանակ անց կայացնում է իր կյանքի առաջին իսկապես կարևոր որոշումը։ Ուր ես ինձ տանում, հարցրեց նա թույլ ձայնով։ Այնտեղ, որտեղ քո եւ քո երեխայի մասին լավ հոգ կտանեն, պատասխանեց Էդգարը, իմանալով, որ հետդարձի ճանապարհ չկա։ Անձրևը շարունակում էր հարվածել դիմապակուն, բայց այժմ Էդգարը տեսնում էր ճանապարհն այն հստակությամբ, որը չէր ունեցել տարիներ շարունակ։ Իսկ հետևի նստատեղին Սոնան նորից փակեց աչքերը, թույլ տալով իրեն երկար ժամանակ անց առաջին անգամ ապահով զգալ։ Մասնավոր Նաիրի բժշկական կենտրոնը Երևանի ամենաժամանակակիցներից մեկն էր, ախտահանիչի հոտով սպիտակ միջանցքներով եւ անձնակազմով, որը շարժվում էր լուռ արդյունավետությամբ։ Էդգարը Սոնային գրկած ներս տարավ ընդունարան, որտեղ բուժքույրն անմիջապես պատգարակ կանչեց։ Ինչ է պատահել, հարցրեց մասնագետը ստուգելով Սոնայի կենսական ցուցանիշները։ Նա փողոցում ուշագնաց եղավ, նա հղի է եւ կարծես արդեն որոշ ժամանակ է իրեն վատ է զգում, բացատրեց Էդգարը, փորձելով վերահսկել տագնապը։
Սոնային տարան զնման սենյակ, իսկ Էդգարը մնաց ընդունարանում քայլելով մի կողմից մյուսը։ Նրա հագուստը դեռ թաց էր անձրևից, բայց նրան դա չէր հուզում։ Նա կարող էր մտածել միայն Սոնայի դեմքի հուսահատության արտահայտության մասին նախքան գիտակցությունը կորցնելը։ 15 րոպե անց նրան մոտեցավ բժշկուհին։ Նա բարի, բայց լուրջ աչքերով միջին տարիքի կին էր։ «Դուք հիվանդի հարազատն եք», հարցրեց նա։ Էդգարը ատամվեց։ «Ես մտերիմ ընկերն եմ։ Ինչպես է նա»։ Տիկին Վարդանյանը կայունացել է, բայց ես պետք է ձեզ հետ անկեղծ լինեմ։ Նրա մոտ հյուծվածության եւ ուժեղ ջրազրկման նշաններ կան։ Դա չափազանց վտանգավոր է հղի կնոջ համար։ Էդգարի սիրտը կծկվեց։ Հյուծվածություն։ Երբ էր նա վերջին անգամ զննում անցել։ Էդգարը հասկացավ, որ ոչինչ չգիտի Սոնայի կյանքի մասին վերջին 5 տարիների ընթացքում։ Ես չեմ կարող ձեզ ասել։ Բժշկուհին անհանգստացած հայացքով նայեց նրան։ Պարոն, հիվանդը չունի առողջապահության ապահովագրություն, չկա որևէ գրառում վերջին ամիսներին հղիության հսկողության մասին։ Կարծես թե նա պատշաճ խնամք չի ստանում։ Դա անհնար է, Սոնան միշտ հոգ է տարել իր առողջության մասին։ Հանգամանքները կարող են փոխվել։ Ես կարող եմ խոսել նրա հետ հիմա, եթե ցանկանում եք ներկա գտնվել։ Էդգարը հետևեց բժշկուհուն դեպի պալատ, որտեղ պառկած էր Սոնան։ Նա փոքրիկ էր թվում այդ հիվանդանոցային մահճակալին միացված կաթիլայիններին եւ երեխայի սրտի բաբախությունը հետևող սարքերին։ Տեսնելով ներս մտնող Էդգարին, նա փորձեց նստել։ Էդգար, պետք չէր մնալ, ինձ արդեն լավ եմ զգում։ Սոնա, բժշկուհին ինձ ասաց, որ դու բժշկի հսկողության տակ չես։ Ինչ է կատարվում։ Սոնան հայացքը փախչիրեց։ Նա հպարտ կին էր, միշտ էլ այդպիսին էր եղել։ Խոստովանել, որ ինքը աղքատության մեջ է, հակասում էր այն ամենին, ինչին նա հավատում էր իրեն մասին։ Բժշկուհի Հասմիկ, բժշկուհին ներկայացավ Սոնային։ Ես մի քանի հարց ունեմ։ Երբ է եղել վերջին այցդ բժշկին։ Մի քանի ամիս առաջ, կամացուկ խոստովանեց Սոնան։ Մի քանի ամիս։ Տիկին Վարդանյան, դուք գրեթե ծննդաբերելու վրա եք։ Սա շատ վտանգավոր է։ Էդգարը զգաց, թե ինչպես է մեղքի զգացումը ճնշում կուրծքը։ Սոնա, ինչու չես հոգում քո մասին։ Որովհետև բժշկական օգնությունը փող արժե, Էդգար, իսկ ես փող չունեմ։ Պատասխանի պարզությունը Էդգարին հարվածեց ինչպես բռունցքով։ Կինը, ով ժամանակին ապրում էր 300 քառակուսի մետր մակերեսով բնակարանում, այժմ չէր կարողանում վճարել տարական բժշկական զննումների համար։ Ինչպես թե փող չունես։ Ինչ պատահեց քեզ մեր բաժանվելուց հետո։ Սոնան նայեց իր ձեռքերին։ Ես կորցրեցի աշխատանքս ամուսնալուծությունից 6 ամիս անց։ Ընկերությունն ասաց, որ կրճատում է ծախսերը, բայց ես գիտեի, որ բանը միայն դրանում չէ։ Ինչպես թե։ Էդգար, ես աշխատում էի մի ֆիրմայում, որը գործեր էր վարում քո շինարարական ընկերության հետ։ Երբ մենք բաժանվեցինք, նրանք կորցրին մի քանի պայմանագիր։ Պատահական չէր, որ ես առաջինն էի, ում հեռացրին։ Էդգարը զգաց, թե ինչպես աշխարհը պտտվեց իր շուրջը։ Սոնա, ես դրա մասին չգիտեի։ Իհարկե չգիտեիր։ Դու չափազանց զբաղված էիր քո նոր կյանք կառուցելով։ Բժշկուհին ընդհատեց խոսակցությունը։ Կներեք, բայց ես պետք է շտապ ուլտրաձայնային հետազոտություն անեմ։ Ես որոշ խանգարումներ եմ հայտնաբերել երեխայի սրտի ռիթմում։ Էդգարը տեսավ, թե ինչպես վախը պատեց Սոնայի դեմքը։ Նա բնազդաբար ձեռքերը դրեց փորին, կարծես կարող էր պաշտպանել երեխային վտանգից։ Խանգարում, երեխայի հետ ամեն ինչ կարգին է, դողացող ձայնով հարցրեց Սոնան։ Հիմա կստուգենք։ Բժշկուհին մոտեցրեց ՈՒՃԶՀ սարքը եւ գել քսեց Սոնայի փորին։ Էդգարը կանգնած էր մահճակալի մոտ, նայելով սև ու սպիտակ էկրանին, որտեղ հայտնվեց երեխայի պատկերը։ Հենց այդ ժամանակ բժշկուհին դադարեցրեց սարքի շարժումը եւ զարմանքով նայեց նրանց։ Տիկին Վարդանյան, դուք գիտեիք, որ երկվորյակի եք սպասում։ Սոնայի աչքերը կլորացան։ Ինչպես թե երկվորյակ։ 2 երեխա։ Նայեք էկրանին։ Սա առաջինն է։ Բժշկուհին ցույց տվեց ուրվագիծը պատկերի վրա, իսկ ահա այստեղ երկրորդն է։ 2 բաբակող սիրտ։ Էդգարը նստեց մահճակալի կողքի աթոռին։ Երկվորյակներ, Սոնան սպասում էր 2 երեխայի եւ անցնում էր այս բոլոր դժվարությունների միջով միայնակ։ Նա հիշեց, թե ինչպես էին ամուսնացած եւ երազում մեծ ընտանիքի մասին, տանը վազվզող առնվազն 3 երեխաներով։ 2 երեխա, մրմնջաց Սոնան։ Արդյունքները հոսում էին նրա դեմքից։ Ես 2 երեխա եմ ունենալու։ Տիկին Վարդանյան, ես պետք է ազնիվ լինեմ։ Բազմապտուղ հղիությունը հյուծվածության պայմաններում չափազանց ռիսկային է։ Ձեզ անհրաժեշտ է ինտենսիվ հսկողություն այս պահից մինչև ծննդաբերություն։ Բժիշկ, որքան արժե այդ հսկողությունը, հարցրեց Էդգարը։ Ամեն շաբաթյա խորհրդատվություններ, անալիզներ, հատուկ դեղամիջոցներ։ Բարձր ռիսկի բազմապտուղ հղիության համար խոսքը գնում է առնվազն 2 միլիոն դրամի մինչև ծննդաբերություն։ Սոնան փակեց աչքերը։ Ես նույնիսկ 2000 դրամ չունեմ։
Էդգարը զգաց, թե ինչպես իր ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Կինը, ով ժամանակին իր կինն էր, ով ծանոթանալու օրվանից երազում էր մայր դառնալ, այստեղ ստիպված էր ընտրել սեփական առողջության մասին հոգալու եւ գոյատևելու գումարի միջև։ Սոնա, որտեղ ես ապրում։ Ինչի՞ թե պետք իմանալ։ Պատասխանիր, որտեղ ես ապրում։ Կենտրոնի էժանագին հոսթելում, սենյակը կիսում եմ եւս 2 կանանց հետ։ Էդգարը վեր թռավ աթոռից։ Հոսթելում։ Սոնա, դու հղի ես երկվորյակներով։ Սա այն է, ինչ ես կարող եմ ինձ թույլ տալ, Էդգար։ Ոչ բոլորն են ծնվել հարուստ ընտանիքում, ինչպես դու։ Բանն այն չէ, թե ով է ծնվել հարուստ կամ աղքատ։ Բանն այն է, որ դու կորցրել ես այն ամենը, ինչ մենք միասին կառուցել էինք, իսկ ես ոչինչ չգիտեի։ Դու չգիտեիր, որովհետև չէիր ուզում իմանալ։ Այն օրը, երբ մենք ստորագրեցինք ամուսնալուծությունը, դու ասացիր, որ յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով։ Ես գնացի իմով։ Բժշկուհին հասկացավ, որ նրանց առանձնանալ է պետք։ Ես ձեզ դուրս կգրեմ վաղն առավոտյան, բայց որոշ պայմաններով՝ բացարձակ հանգիստ, ճիշտ սննդակարգ եւ ամենշաբաթյա բժշկական հսկողություն։ Եթե չհետևեք այս ցուցումներին, երեխաների կյանքը վտանգի տակ կլինի։ Բժշկուհու դուրս գալուց հետո Էդգարն ու Սոնան մի քանի րոպե լռեցին։ Նա նայում էր Սոնային հիվանդանոցային մահճակալին, փորձելով հասկանալ, թե ինչպես հասան դրան։ Սոնա, ով է երեխաների հայրը։ Նա տատանվեց պատասխանելուց առաջ։ Նա, ում դու չես ճանաչում։ Որտեղ է նա։ Հեռու, շատ հեռու։ Նա գիտի երեխաների մասին։ Էդգար, ինչի համար են այս հարցերը։ Դու ունես քո կյանքը, քո գեղեցիկ հարսնացուն, քո բարգավաճող բիզնեսը։ Ես ունեմ իմ կյանքը, այնպիսին, ինչպիսին կարողացել եմ կառուցել։ Էդգարը նստեց մահճակալի եզրին եւ նայեց ուղիղ նրա աչքերին։ Քո կյանքը չպետք է անցնի հոսթելում, կարիքի մեջ, հղի երկվորյակներով։ Ոչ, իսկ ինչպես պետք է լինի։ Դու պետք է լինես հարմարավետ տանը, անհրաժեշտ բոլոր բժշկական օգնությամբ, նախապատրաստես մանկական սենյակը, ընտրես անուններ։ Սոնան տխուր ժպտաց։ Գիտես, թե ինչպես են նրանց կոչելու։ Ինչպես։ Եթե աղջիկներ լինեն, Սոֆիա եւ Վիկտորիա, եթե տղաներ, Դավիթ եւ Ալեքսանդր, եթե տարբեր սեռի, Սոֆիա եւ Դավիթ։ Էդգարը զգաց, թե ինչպես սեղմվեց սիրտը։ Դրանք այն անուններն էին, որոնք նրանք միասին էին ընտրել, երբ ամուսնացած էին, անուններ, որոնք մնացել էին ամուսնալուծությամբ ընդհատված երազանքներում։ Դու հիշում ես, շշնջաց նա։ Ես շատ բան եմ հիշում, Էդգար։ Հիշում եմ, երբ մենք երջանիկ էինք, հիշում եմ, երբ դու ինձ սիրում էիր, եւ հիշում եմ այն օրը, երբ ամեն ինչ փոխվեց։ Գիտես ինչը փոխվեց։ Սոնան նայեց նրան վիրավորանքի եւ խչահարության խառնուրությամբ։ Դու փոխվեցիր, երբ սկսեցիր շփվել բարձր խավի մարդկանց հետ, երբ քո ընկերությունը մեծացավ, երբ սկսեցիր ամաչել այն բանից, որ կինդ ուսուցիչ է աշխատում։ Ես երբեք քեզնից չեմ ամաչել։ Ոչ, ապա ինչու դադարեցիր տանել կորպորատիվ երեկոյաններ։ Ինչու սկսեցիր պատրվակներ հորինել, երբ հարուստ ընկերներդ ուզում էին ծանոթանալ մեզ հետ։ Ինչու էիր միշտ ասում, որ ես չեմ համապատասխանում քո նոր աշխարհին։ Էդգարը չկարողացավ պատասխանել, քանի որ գիտեր, որ նա ճիշտ է։ Նա թույլ էր տվել իր վրա ազդել մարդկանց, ովքեր ասում էին, որ Սոնան բավականաչափ նրբաճաշակ չէ, որ իրեն պետք է կին, որը կհամապատասխանի իր ֆինանսական հաջողությանը։ Սոնա, դու ընտրեցիր այն աշխարհը, որին ես չէի համապատասխանում։ Ամեն ինչ նորմալ է։ Յուրաքանչյուրն անում է իր ընտրությունը եւ ապրում հետևանքներով։ Իսկ որոնք էին հետևանքները քեզ համար։ Դու իսկապես ուզում ես իմանալ։ Էդգարը գլխով արեց։ Ես կորցրեցի աշխատանքս, կորցրեցի մեր տունը, կորցրեցի ընկերներին, որովհետև նրանք մեր ընկերներն էին, ոչ թե իմ։ 5 տարի փորձում էի զրահից կյանք կառուցել, միայնակ։ Հանդիպեցի մեկին, որ ասում էր, որ սիրում է ինձ։ Հղիացա։ Իսկ երբ պատմեցի երեխաների մասին, նա անհետացավ։ Յուրաքանչյուր բառը դանակի պես խրվում էր Էդգարի սրտի մեջ։ Սոնա, ես շատ եմ ցավում։ Ինձ պետք չէ քո խղճահարությունը, Էդգար։ Ես ուզում եմ, որ դու հեռանաս եւ շարունակես քո երջանիկ կյանքը քո հարուստ ու գեղեցիկ հարսնացուհի հետ։ Իսկ ես կմնամ հոսթելում 2 նորածինների հետ։ Ես գլուխ կհանեմ։ Ես միշտ գլուխ եմ հանում։ Էդգարը նայեց Սոնային, տեսավ հուսահատության հետ խառնված վճռականություն նրա աչքերում եւ կայացրեց մի որոշում, որը նորից կփոխեր ամեն ինչ։ Ոչ, չես մնա, ասաց նա, վեր կենալով մահճակալից։ Դու կգաս ինձ հետ, կմնաս իմ տանը մինչև երեխաները ծնվեն։ Դու կունենաս բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Դու նորմալ կսնվես, նորմալ կհանգստանաս եւ ամեն ինչ կնախապատրաստես երեխաների լույս աշխարհ գալուն։
Սոնան նայեց նրան այնպես, կարծես նա խելագարվել էր։ Էդգար, դու նշանված ես, քո հարսնացուն երբեք դա չի ընդունի։ Ուրեմն նա ստիպված կլինի սովորել ընդունել։ Եվ ինչու ես դա անելու, մեղքի զգացումից։ Էդգարը նայում էր հղի Սոնային հիվանդանոցային մահճակալին, հիշելով այն կնոջը, որ ժամանակին իր ուղեկիցն էր, իր վստահված անձը, իր մեծ սերը։ Եվ 5 տարվա ընթացքում առաջին անգամ նա միանգամայն անկեղծ էր, որովհետև դու ինձ համար դեռևս անտարբեր չես, եւ որովհետև այս երեխաները արժանի են ծնվել մի աշխարհում, որտեղ նրանք ունեն անհրաժեշտ ամեն ինչ։ Սոնան փակեց աչքերը, պայքարելով արցունքների դեմ։ Էդգար, ես չեմ կարող ընդունել քո բարեգործությունը։ Դա բարեգործություն չէ, դա պատասխանատվություն է։ Պատասխանատվություն մեկի, որ սիրել է քեզ, եւ ով թույլ է տվել քեզ միայնակ դիմակայել իմ ընտրության հետևանքներին։ Եվ այդ պահին Էդգարը հասկացավ, որ պատրաստ է առերեսվել ցանկացած հետևանքի, ներառյալ Էլենի ծասմանը, որպիսի երաշխավորի, որ Սոնան եւ երեխաները ստանան ամեն ինչ, ինչին արժանի են։ Էդգարը կայանեց մեքենան Երևանի էլիտար թաղամասում գտնվող իր պենթհաուսի առջև։ Սիրտը կատաղի բաբախում էր։ Սոնան նստած էր ուղևորի նստատեղին, դեռևս թույլ հոսպիտալացումից հետո, սեղմելով բժշկի նշանակած դեղորայքի տոպրակը։ Լռությունը նրանց միջև ծանր էր, լի չասված հիշողություններով եւ որոշումներով, որոնք փոխում էին ամեն ինչ։ Էդգար, ես չեմ կարող սա ընդունել, ասաց Սոնան 10-րդ անգամ, նայելով շքեղ շենքին։ Քո հարսնացուն խելքը կթռցնի։ Էլենը ստիպված կլինի հասկանալ, պատասխանեց Էդգարը, բայց նրա ձայնը հնչում էր ոչ այնքան վստահ, որքան կցանկանար։ Երբ նրանք մտան բնակարան, Էդգարը բացեց դուռը եւ բախվեց մի տեսարանի, որից նրա ներսում ամեն ինչ սառեց։ Էլենը նստած էր հյուրասենյակի բազմոցին, դեռևս նույն դիզայներական զգեստով, ինչ նախորդ երեկոյան, բայց այժմ խառնված մազերով եւ զայրույթից կարմրած աչքերով։ Նրա կողքին դրված էր 3 փակ ճամպրուկ։ Ես մտածում էի, որ դու չես վերադառնա, ասաց Էլենը, առանց աչքերը հեռախոսից կտրելու։ Էդգարն օգնեց Սոնային մտնել բնակարան, զգալով օդի լարվածությունը, ինչպես պայթելու պատրաստ ռումբ։ Էլեն, ես պետք է բացատրեմ իրավիճակը։ Ինչ իրավիճակ։ Իրավիճակը, երբ դու եկեցիր քո հարսնացուին փողոցի մեջտեղում, որպեսի վազես նախքին կնոջդ հետևից, Սոնան իրեն անհարմար զգաց եւ մեկ քայլ արեց դեպի դուռը։ Էդգար, ես կգնամ, չեմ ուզում խնդիրներ ստեղծել։ Դու ոչ միտեղ չես գնա, հաստատակամ ասաց Էդգարը, մեղմորեն պահելով նրա ձեռքը։ Դու չափազանց թույլ ես մենակ մնալու համար։ Էլենը վերջապես բարձրացրեց աչքերը եւ առաջին անգամ նայեց ուղիղ Սոնային։ Տեսածը զարմացրեց նրան։ Սոնան գեղեցիկ էր, բնական գեղեցկությամբ, առանց դիմահարդարման կամ թանկարժեք հագուստի, բայց նրա աչքերում արժանապատվություն կար, որը խորապես զայրացրեց Էլենին։ Ուրեմն սա նա է, ասաց Էլենը ձայնի մեջ թույնով, հայտնի Սոնան, ում դու չես կարողանում մոռանալ։ Էլեն, դադարեցրու, նախազգուշացրեց Էդգարը։ Դադարեցնել ինչ, ճշմարտությունը։ Կարծում ես ես չեմ նկատում, թե ինչպես են փայլում քո աչքերը, երբ ինչ-որ մեկը հիշատակում է նրան։ Սոնան նստեց մոտակա բազմաթոռին, զգալով գլխապտույց։ Երկվորյակներով հղությունը հյուզում էր նրա մարմինը եւ իրավիճակի ստրեսը չէր օգնում։ Ես լավ եմ, ստեց նա, երբ Էդգարն անհանգստացավ մոտեցավ։ Ոչ, լավ չես, պատասխանեց նա, ծնկի իջնելով բազմաթոռի կողքին։ Էլեն, Սոնան երկվորյակի է սպասում։ Երեք նա ուշագնաց է եղել փողոցում հյուսածությունից։ Նա չի կարող մենակ մնալ։ Եվ դա իմ խնդիրն է, բղավեց Էլենը, կորցնելով ինքնատիրապետությունը։ Թող իր ընտանիքը փնտրի, թող երեխաների հորը փնտրի, սա մեր պատասխանատվություն չէ։ Երեխաների հորը անհետացավ, երբ իմացավ հղության մասին, հայտնեց Էդգարը, կարեկցամբ նայելով Սոնային։ Սոնան փակեց աչքերը, նորից ապրելով մերժման ցավը։ Էդգար, պետք չէ նրան պատմել իմ կյանքը։ Պետք է, որովհետև դու կմնաս այստեղ մինչև երեխաները ծնվեն, եւ Էլենը պետք է դա հասկանա։ Էլենը դառնորեց ծիծաղեց։ Հասկանալ, Էդգար, դու խնդրում ես ինձ ընդունել քո հղի նախկին կնոջը, ով ապրում է մեր տանը։ Սա իմ տունն է, ուղեց Էդգարը, եւ իշխող տոնը ստիպեց Էլենին նահանջել։ Մեր տունը։ Մենք ամուսնանում ենք կես տարուց։ Ամուսնանում ենք, հարցրեց Էդգարը, նայելով ուղիղ Էլենի աչքերին, որովհետև երեք երեկոյան ես տեսա քո մի կողմը, որը չգիտեի։ Ինչ կողմ։ Այն կողմը, որը թողնում է հղի կնոջն անգիտակից վիճակում անձրևի տակ, որովհետև դա քո խնդիրը չէ։
Սոնան լուր հետևում էր վեճին, մեղավոր զգալով, որ վեճի պատճառ է դարձել։ Նա Էդգարին բավական երկար ժամանակ գիտեր հասկանալու համար, որ նա ներսում պայքարում է զգացմունքների հետ, որոնք չի կարողանում հասկանալ։ Էդգար, միջամտեց Սոնան, գուցե ես կարողանամ ապրել հյուրանոցում մի քանի շաբաթ, մինչև ավելի լավ տեղ գտնեմ։ Ինչ փողով, հարցրեց Էդգարը։ Սոնա, դու հնարավորություն չունես հյուրանոց վճարելու, դու չես կարող վճարել նույնիսկ բժշկի այցերի համար։ Այդ դեպքում թող պետությունից օգնություն խնդրի, դրա համար սոցիալական ծրագրեր կան, պայթեց Էլենը։ Սոցիալական ծրագրեր, անհավատորեն կրկնեց Էդգարը։ Էլեն, դու խոսում ես մի կնոջ մասին, ով 2 երեխա է կրում, ով ընտանիք չունի, ով կորցրել է ամեն ինչ։ Ինչպես կորցրել։ Ինչպես կարելի է պարզապես կորցնել ամեն ինչ ոչնչից։ Էդգարը նայեց Սոնային, ով բացասաբար օրորեց գլուխը։ Նա չէր ուզում, որ նա պատմի, թե ինչպես է կորցրել աշխատանքը շուկայում իր ազդեցության պատճառով։ Բաներ պարզապես պատահում են, ստեց Էդգարը։ Չեմ հավատում, պնդեց Էլենը։ Ոչ ոք ամեն ինչ չի կորցնում առանց պատճառի։ Եվ այն ժամանակ Սոնան որոշեց ասել ճշմարտությունը։ Ես կորցրեցի աշխատանքս Էդգարի հետ ամուսնալուծությունից 6 ամիս անց։ Եվ ինչ կապ ունի դա ամուսնալուծության հետ։ Սոնան նայեց Էդգարին, ով գունատվեց։ Ընկերությունը, որտեղ ես աշխատում էի, պայմանագրեր ուներ նրա շինարարական ֆիրմայի հետ, երբ մենք բաժանվեցինք, նրանք կորցրին բիզնեսի մի մասը։ Ես առաջինն էի, ում հեռացրին։ Էլենը մարսեց տեղեկությունը եւ չարացած ժպտաց։ Ուզում ես ասել, որ դու կորցրեցիր աշխատանքդ, որովհետև չկարողացար պահպանել ամուսնությունդ։ Էլեն, բղավեց Էդգարը, բայց Սոնան բարձրացրեց ձեռքը, կանգնեցնելով նրան։ Չկարողացա պահպանել ամուսնությունս, որովհետև իմ ամուսինն ամաչում էր ինձնից, ասաց Սոնան հանգիստ, բայց այնպիսի հաստատակարմությամբ, որ զարմացրեց սենյակում գտնվող բոլորին։ Էդգարն իրեն զգաց այնպես, կարծես բռունցքով հարված էին ստացել փորին։ Սոնա, ես երբեք, ինչ երբեք, ուղղակի չես ասել, որ ես բավականաչափ լավը չեմ։ Պետք չէր ասել, քո գործողությունները խոսում էին քո փոխարեն։ Էլենին դուր էր գալիս տեսնել, թե ինչպես է Սոնան դիմակայում Էդգարին։ Ինչ գործողություններ։ Դադարեցրեցիր ինձ կորպորատիվների հրավիրել, պատրվակներ էիր հորինում, երբ քո ընկերներն ուզում էին մեզ հետ ծանոթանալ։ Ասում էիր, որ ես պետք է ավելի լավ հագնվեմ, ավելի լավ խոսեմ, ավելի լավ պահեմ ինձ։ Էդգարը նստեց բազմոցին, գլուխը բռնելով ձեռքերով։ Սոնա, ես երիտասարդ էի, ապուշ, ես թույլ տվեցի մարդկանց ազդել ինձ վրա։ Ինչ մարդկանց, հարցրեց Սոնան, բայց նայում էր ուղիղ Էլենին։ Հաջորդող լռությունը պերճախոս էր։ Էլենը հայացքը փախցրեց, հաստատելով այն կասկածները, որոնք Սոնան կրում էր իր մեջ 5 տարի։ Դու արդեն ճանաչում էիր Էլենին, երբ մենք ամուսնացած էինք, ասաց Սոնան։ Դա հարց չէր։ Էդգարը փակեց աչքերը։ Պատասխանիր, Էդգար, դու արդեն ճանաչում էիր նրան։ Ճանաչում էի, խոստովանեց նա։ Նա աշխատում էր գործընկեր ընկերությունում, նույնպես ամուսնացած էր։ Սոնան զգաց, թե ինչպես են փազլի կտորներն իրար միանում։ Եվ նա ասում էր քեզ, որ ես չեմ համապատասխանում քո հաջողությանը։ Էլենը վեր կացավ բազմոցից։ Ես երբեք դա չեմ ասել։ Չես ասել, Սոնան դառնորեն ժպտաց։ Ապա ինչու Էդգարը սկսեց փոխվել քո նրա կյանքում հայտնվելուց հետո։ Որովհետև նա հասկացավ, որ արժանի է մեկին ավելի լավին։ Բառերը թռան Էլենի բերանից, նախքան նա կկարողանար դրանք զսպել։ Հաջորդող լռությունը խլացուցիչ էր։ Էդգարը նայեց Էլենին այնպես, կարծես նրան տեսնում էր առաջին անգամ։ Ավելի լավ մեկին։ Էդգար, ես դա նկատի չունեի։ Հենց դա էլ նկատի ունեիր, ասաց Սոնան դժվարությամբ վեր կենալով բազկաթոռից։ Եվ հենց դա ես դու նրան ասել 5 տարի առաջ։ Էդգարը նույնպես վեր կացավ։ Հիշողությունները հորթեցին ձնահյուսի պես։ Էլեն, դու ասում էիր, որ Սոնան ինձ հետ կքաշի, որ ինձ պետք է կին, ով հասկանում է բիզնեսի աշխարհը։ Ես ասում էի, որովհետև դա ճշմարտություն էր։ Նայիր, թե որտեղ է նա հիմա։ Հղի, լքված, առանց փողի։ Նա այսպիսին է, որովհետև ես նրան լքեցի, բղավեց Էդգարը, զարմանալով սեփական խոստովանության ուժից։ Որովհետև ես բավականաչափ վախկոտ էի հավատալու, որ սոցիալական կարգավճարն ավելի կարևոր է, քան իսկական սերը։ Սոնան զգաց, թե ինչպես հոսեցին արցունքները, բայց ոչ թախիցից։ Դա թեթևացում էր։ 5 տարի անց Էդգարը վերջապես խոստովանեց այն, ինչ նա միշտ գիտեր։ Էդգար, դու դրամատիզացնում ես, փորձեց հարթել Էլենը։ Դու ճիշտ ընտրություն ես կատարել, նայիր այն ամենին, ինչին մենք հասել ենք միասին։ Հասել ենք, թե դու ես հասել, օգտագործելով իմ ընկերությունը որպես ցատահարթակ։ Հարցը ցնցեց Էլենին ինչպես կրակոց։
Ինչպես կարող ես նման բան ասել։ Որովհետև դա ճշմարտություն է։ Քո ընկերությունը մեծացավ միայն այն բանից հետո, երբ սկսեց գործեր վարել իմ հետ։ Քո նախկին ամուսինը կորցրեց պայմանագրերը, որոնք անցան ինձ։ Դու օգտագործեցիր մեր հարաբերությունները քո նախորդ ամուսնությունը կործանելու եւ քո կայսրությունը կառուցելու համար։ Սոնան Էդգարին նայում էր հիացմունքով։ 5 տարվա ընթացքում առաջին անգամ նա տեսնում էր, որ նա հստակ տեսնում է իրականությունը։ Էդգար, դու զառանցում ես։ Ես փորձում եմ պաշտպանել մեր ապագան, հուսահատորեն ասաց Էլենը։ Մեր ապագան։ Էլեն, երեք երեկոյան դու ինձ տվեցիր կյանքիս ամենակարևոր հարցը, իսկ այսօր առավոտյան ես հայտնաբերեցի, որ նույնիսկ քեզ իսկապես չեմ ճանաչում։ Էլենը հասկացավ, որ կորցնում է Էդգարին եւ խաղարկեց իր վերջին խաղաքարտը։ Էդգար, եթե դու նրան ընտրես, կզղջաս։ Նա արդեն մեկ անգամ հիասթափեցրել է քեզ, կհիասթափեցնի կրկին։ Ինչպես թե հիասթափեցրել է։ Հարցրու նրան, թե ով է երեխաների հայրը։ Հարցրու, թե ինչու նա քեզ չի ասել, որ հղի է։ Էդգարը նայեց Սոնային, որը գունատ էր։ Սոնա։ Էդգար, սա այն չէ, ինչ դու մտածում ես։ Ինչ եմ մտածում։ Սոնա, ով է քո երեխաների հայրը։ Սոնան նայեց Էլենին, հետո Էդգարին եւ ընդունեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Նա, ով ինձ իսկապես սիրում էր, համենայն դեպս ես այդպես էի կարծում։ Ինչ է նրա անունը։ Ռոբերտ Թորոսյան։ Էդգարը խոժորվեց։ Անունը ծանոթ էր։ Ռոբերտ Թորոսյան, ճարտարապետ, ով աշխատել էր առևտրի կենտրոնի նախագծի վրա։ Այո, Էդգարը հիշեց Ռոբերտին, ամուսնացած տղամարդու, ընտանիքի հոր, ով աշխատել էր շինարարական ընկերության մի քանի նախագծերի վրա։ Սոնա, նա ամուսնացած է։ Ամուսնացած էր։ Ասաց, որ կամուսնալուծվի կնոջից հանուն ինձ։ Մենք միասին էինք 2 տարի։ Իսկ երբ ես հղիացա, նա ասաց, որ չի կարող ճանաչել երեխաներին, որ դա կկործանի իր կարիերան, իր ընտանիքը։ Ասաց, որ ես պետք է ինքս լուծեմ իրավիճակը։ Էդգարը զգաց խուլ զայրույթ, որն աճում էր կրծքում։ Լուծել։ Ինչպես։ Սոնան չպատասխանեց, բայց դա չէր էլ պահանջվում։ Էդգարը հասկացավ դղին այն, ինչ առաջարկել էր Ռոբերտը։ Նա քեզ առաջարկեց ազատվել երեխաներից։ Հարցրեց Էդգարը, ձայնը դողում էր զայրույթից։ Այո, իսկ դու։ Ես ասացի, որ կծննդաբերեմ իմ երեխաներին նրա հետ կամ առանց նրա։ Դա վերջին անգամն էր, որ մենք խոսեցինք։ Էլենը հասկացավ, որ իր ռազմավարությունն իր դեմ շրջվեց։ Փոխանակ բաժանելու Էդգարին եւ Սոնային, նա ստիպեց նրան իրեն էլ ավելի պատրաստ զգալ նրան պաշտպանելու համար։ Էդգար, տեսնում ես, նա սարսափելի ճաշ ունի տղամարդկանց հարցում, փորձեց Էլենը վերջին անգամ։ Էդգարը նայեց Էլենին, հետո հղի եւ խոցալի Սոնային եւ վերջապես ամեն ինչ հասկացավ։ Դու ճիշտ ես, հանգիստ ասաց նա։ Սոնան իսկապես սարսափելի ճաշ ունի տղամարդկանց հարցում։ Սոնան զգաց, թե ինչպես սեղմվեց սրտը, մտածելով, որ Էդգարը համաձայնում է Էլենի հետ։ Նախ սիրահարվեց մի ապուշի, ով ամաչում էր իրենից եւ փոխանակեց սոցիալական կարգավիճակի հետ, շարունակեց Էդգարը, նայելով ուղիղ Էլենին։ Հետո կապվեց ամուսնացած տղամարդու հետ, ով հղի վիճակում լքեց նրան։ Էդգարը մոտեցավ Սոնային եւ բռնեց նրա ձեռքերը, բայց այս անգամ նա հնարավորություն կունենա իմանալ, թե ինչ է նշանակում սիրված լինել մեկի կողմից, ով իսկապես գնահատում է իրեն։ Սոնան նայեց Էդգարի աչքերին եւ տեսավ այն, ինչ չէր տեսել 5 տարի։ Տեսավ մի տղամարդու, ով սիրահարվել էր իրեն, երբ նրանք երիտասարդ էին, մինչ ամբիցիաները եւ արտաքին ազդեցությունը կփոխեին ամեն ինչ։ Էդգար, դու չես կարող լուրջ խոսել, ասաց Էլենը, հասկանալով, որ վերջնականապես պարտվել է։ Ես այնքան լուրջ եմ, որքան երբեք վերջին 5 տարիների ընթացքում, պատասխանեց Էդգարը, աչքերը չկտրելով Սոնայից։ Էլեն, մեր նշանադրությունը չեղյալ է հայտարարված, կարող ես մատանին քեզ պահել։ Էլենը նայեց իր մատի հսկայական ադամանդին, ապա Էդգարին, ով բռնել էր հղի նախկին կնոջ ձեռքերը։ Դու կզղջաս սրա համար, ասաց նա, վերցնելով ճամպրուկները, որոնք արդեն հավաքված էին։ Ինչի համար եմ զղջում։ Այն բանի համար, որ ինձանից 5 տարի պահանջվեց այս որոշումը կայացնելու համար։ Էլենը դուրս եկավ բնակարանից, շրխկացնելով դուռը, Էդգարին եւ Սոնային մենակ թողնելով բոլոր ճշմարտությունների ծանր լռության մեջ, որոնք վերջապես ասվել էին։ Էդգար, մեղմ ասաց Սոնան, քեզ պետք չէ դա անել մեղքի զգացումից։
Ես դա չեմ անում մեղքի զգացումից, պատասխանեց նա, դեռ բռնած նրա ձեռքերը։ Ես դա անում եմ, որովհետև վերջապես հասկացա, որ կորցրել եմ միակ մարդուն, ով իսկապես սիրել է ինձ, այն բանի համար, թե ով եմ ես, այլ ոչ թե նրա համար, թե ինչ ունեմ ես։ Սոնան զգաց, թե ինչպես են երեխաները շարժվում փորում, կարծես հավանություն տալով հոր որոշմանը, ում նրանք երբեք չէին ճանաչել, բայց ով հենց նոր որոշեց պաշտպանել իրենց։ Էդգար, իսկ եթե չստացվի, եթե ես քեզ նորից հիասթափեցնեմ, Էդգարը մի քանի ժամվա մեջ առաջին անգամ ժպտաց։ Սոնա, դու երբեք ինձ չես հիասթափեցրել, դա ես եմ հիասթափեցրել քեզ, բայց եթե դու ինձ երկրորդ շանս տաս, խոստանում եմ, այս անգամ ես ամեն ինչ ճիշտ կանեմ։ Սոնան նայեց շքեղ բնակարանին, մտածելով այն ճանապարհի մասին, որն իրեն հետ բերեց միակ տղամարդու մոտ, ում ինքն իսկապես սիրում էր։ Եվ 5 տարվա մեջ առաջին անգամ նա թույլ տվեց իրեն հավատալ, որ հնարավոր է, պարզապես հնարավոր է, իսկական սերն իսկապես արժանի է երկրորդ շանսի։ Անցավ 3 շաբաթ այն բանից հետո, երբ Էլենը հեռացավ, շրխկացնելով դուռը, եւ Էդգարի բնակարանում կյանքը ձեռք բերեց տարօրինակ, բայց հանգստացնող ռիթմ։ Սոնան հաստատվեց հյուրերի սենյակում, տարածքը վերածելով փոքրիկ հիվանդասենյակ, որտեղ հանգստանում էր բժշկական ցուցամուկների համաձայն։ Էդգարն աշխատում էր տանից, երբ դա հնարավոր էր, հետևելով նրա յուրաքանչյուր շարժմանը, կարծես նա աշխարհի ամենաթանկ էակն էր։ Այդ 5 շաբթի առավոտյան Էդգարն արթնացավ սրճի եւ ձվածեղի հոտից, որը գալիս էր խոհանոցից։ Իջավ եւ գտավ Սոնային նախաճաշ պատրաստելուց, հագած իր խալաթներից մեկը, որը նրա համար հսկայական էր, բայց ինչ-որ կերպ նրան էլ ավելի հմայիչ էր դարձնում։ Սոնա, ինչ ես անում, դու պետք է հանգստանաս, ասաց Էդգարը, արագ մոտենալով։ Էդգար, ես հղի եմ, ոչ թե հաշմանդամ, պատասխանեց նա ժպիտով, որը տղամարդը տարիներ շարունակ չէր տեսել։ Բացի այդ, դու ինձ այնպես ես երես տալիս, որ ես ինձ անօգուտ եմ զգում։ Դու անօգուտ չես, քո ներսում 2 մարդ է աճում։ Սոնան թեթևակի կարմրեց։ Վերջին շաբաթվա ընթացքում Էդգարը ցուցաբերում էր այնպիսի հոգատարություն եւ ուշադրություն, որը նա չէր հիշում անգամ իրենց ամուսնության ժամանակ։ Նա ուղեկցում էր նրան բժշկի բոլոր այցերին, գնում ամենաթանկ դեղամիջոցները, վարձել էր անձնական դիետոլոգի, երաշխավորելու, որ նա եւ երեխաներն ստանում են անհրաժեշտ ամեն ինչ։ Էդգար, կարելի է քեզ մի բան հարցնել։ Իհարկե։ Ինչու ես անում այս ամենը։ Իսկապես։ Էդգարը դադարեց խառնել սուրճը եւ նայեց ուղիղ նրան։ Որովհետև ես սիրում եմ քեզ։ Բարերը թռան նրա բերանից, նախքան նա կհասցներ մտածել։ Սոնան լայն բացեց աչքերը եւ երկուսն էլ լռեցին մի քանի վայրկյան։ Էդգար, ես գիտեմ, որ իրավունք չունեմ դա ասելու։ Գիտեմ, որ շատ եմ վիրավորել քեզ, որ ընտրել եմ այլ բաներ քո փոխարեն, բայց դա ճշմարտություն է։ Ես երբեք չեմ դադարել սիրել քեզ։ Սոնան նստեց խոհանոցի աթոռին, զգալով, թե ինչպես են հույզերը պատում իրեն։ Էդգար, անցել է 5 տարի, ես փոխվել եմ, դու փոխվել ես։ Ես իսկապես փոխվել էի, դարձել էի մարդ, ում ինքս չէի ճանաչում, բայց լինելով այստեղ քեզ հետ, հոգ տանելով քո մասին, ես հիշում եմ, թե ով էի ես իրականում, նախքան թույլ կտայի, որ փողն ու կարգավիճակը խփեին գլխիս։ Նախքան Սոնան կկարողանար պատասխանել, հնչեց դոմոֆոնը։ Էդգարը խոժորվեց եւ պատասխանեց. «Պարոն Սահակյան, այստեղ մի կին ասում է, որ ձեր մայրն է։ Ներս թողեք»։ Էդգարը փակեց աչքերը։ Տիկին Հեղինեն, նրա մայրը, Երևանի բարձր խավի կին էր, ով երբեք չէր սիրել Սոնային։ Նա իր նախկին հարսին համարում էր փողի որսորդ, ով խանգարել է Էդգարին ավելի շահավետ ամուսնություն կնքել։ «Ներս թողեք», պատասխանեց Էդգարը, իմանալով, որ այլ ելք չկա։ «Քո մայրը», հարցրեց Սոնան, գունատվելով։ «Էդգար, նա չի կարող ինձ այստեղ տեսնել»։ «Ինչու ոչ, որովհետև նա միշտ ինձ ատել է, իսկ հիմա ես հղի եմ եւ ապրում եմ նրա որդու տանը»։ «Սոնա, դու ոչ մի վատ բան չես անում։ Բանն այն չէ, պարզապես նա կմտածի, որ ես փորձում եմ քեզ հետ բերել հանուն շահի»։ Էդգարը բռնեց նրա ձեռքերը։ «Իսկ դու փորձում ես ինձ հետ բերել»։ Սոնան նայեց նրա աչքերին եւ զգաց, թե ինչպես արագացավ սրտի բաբախունը։ «Էդգար, դա անազնիվ է, ես խոցանելի վիճակում եմ, կախված եմ քո օգնության։ Մոռացիր մորս մասին, պատասխանիր իմ հարցին»։ Նախքան Սոնան կհասցներ պատասխանել, բնակարանի դուռը բացվեց։ Տիկին Հեղինեն ներս մտավ փոթորքի պես, ամբողջովին շանել հագած, այն տպավորիչ տեսքը, որը կվախեցներ յուրաքանչյուրին։ «Էդգար Սահակյան», բղավեց նա, անցնելով հյուրասենյակով,
Այսինչ պատմություններ եմ լսում ամբողջ քաղաքում։ Էդգարը բնազդաբար կանգնեց Սոնայի առջև։ Մայր, ուրախ եմ քեզ տեսնել։ Սուրճ կուզես։ Սուրճ չեմ ուզում, բացատրություններ եմ ուզում։ Էլեն ինձ զանգել արտասվելով, ասաց, որ դու խզել ես նշանադրություն այս պատճառով։ Հեղինեն լռեց տեսնելով Սոնային խոհանոցում ակնհայտ հղի, որդու խալաթով։ Չեմ հավատում, շշնջաց Հեղինեն։ Էդգար, ասա ինձ, որ դա այն չէ, ինչ ես մտածում եմ։ Նայած, ինչ ես դու մտածում։ Ես մտածում եմ, որ քո նախկին կինը հասավ նրան, ինչ միշտ ուզում էր։ Հղիացավ, որպեսզի քեզ նորից կապի իրեն։ Հաջորդող լռությունն անհարմար էր։ Սոնան արժանապատվությամբ վեր կացավ աթոռից։ Տիկին Հեղինե, ներողություն եմ խնդրում, ես կգնամ իմ սենյակ, որպեսզի կարողանաք խոսել։ Քո սենյակը? Անհավատորեն կրկնեց Հեղինեն։ Սոնա, դու այստեղ ապրում ես։ Ժամանակավորապես, պատասխանեց Սոնան գլուխը բարձր պահելով։ Ժամանակավորապեսն ինչքան է։ 3 շաբաթ, պատասխանեց նրա փոխարեն Էդգարը։ Հեղինեն հենվեց բազմոցին, կարծես պատրաստվում էր ուշագնաց լինել։ 3 շաբաթ։ Էդգար, դու վերջնականապես խելագարվել ես։ Մայր, Սոնան դժվար վիճակում է։ Նա երկվորյակի է սպասում։ Մենակ։ Մենակ, սեփական ընտրությամբ։ Ոչ ոք նրան չէր ստիպում կապվել ամուսնացած տղամարդու հետ։ Սոնան իրեն զգաց այնպես, կարծես իրեն ապտակել էին։ Էդգարը հասկացավ, որ Էլենն իր մորը պատմել է ամեն ինչ։ Մայր, դադարեցրու։ Դադարեցնել ինչ։ Ճշմարտությունը։ Էդգար, այս կինն օգտվում է քո բարությունից։ Տիկին Հեղինե, միջամտեց Սոնան։ Ձայնը դողում էր, բայց հաստատակամ էր։ Ես երբեք ոչինչ չեմ խնդրել ձեր որդուց։ Նա ինքն է պնդել, որ օգնի։ Իհարկե պնդել է։ Դու մանիպուլյացիայի ենթարկեցիր իրավիճակը, որպեսզի նա մեղավոր զգա։ Ինչպես թե ուշագնաց լինել հենց նրա աչքի առաջ, անձրևի տակ։ Ինչ հարմար է։ Էդգարը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում։ Մայր, հերիք է։ Սորան ուշագնաց եղավ, որովհետև հյուծված էր եւ ջրազրկված։ Նա կարող էր կորցնել երեխաներին։ Եվ ի՞նչն է խնդիրը։ Դրանք կլինեին ամուսնացած տղամարդուց ապօրինի 2 երեխաներ։ Արտահայտությունը թռավ Հեղինեի բերանից, նախքան նա կկարողանար իրեն վերահսկել։ Հաջորդող լռությունը գերեզմանային էր։ Սոնան սկսեց դողալ, ոչ թե վախից, այլ խորը զայրույթից։ Ապօրինի, կամացուկ կրկնեց Սոնան։ Սոնա, դա նկատի չուներ, փորձեց մեղմել Էդգարը։ Հենց դա, ասաց Սոնան նայելով ուղիղ Հեղինեին։ Քո մայրը միշտ ինձ աղբ է համարել, Էդգար, իսկ հիմա աղբ է համարում նաև իմ երեխաներին։ Հեղինեն հասկացավ, որ չափն անցել է։ Սոնա, ես չէի ուզում։ Ուզում էիք, եւ գիտեք ինչ, գուցե դուք ճիշտ եք։ Գուցե ես արժանի չեմ լինելու այստեղ։ Գուցե ինձ հարժեր մնալ հոստելում, կարիքում, որպեսզի չանհանգստացնեի Սահակյանների ընտանիքը։ Սոնան ուղղվեց դեպի աստիճանները, բայց Էդգարը բռնեց նրա ձեռքը։ Սոնա, դու ոչ միտեղ չես գնում։ Էդգար, բաց թող ինձ։ Քո մայրը ճիշտ է, ես չեմ պատկանում այս աշխարհին։ Դու պատկանում ես այն վայրին, որտեղ գտնվում եմ ես, ասաց Էդգարը բավականաչափ բարձր, որպեսզի Հեղինեն լսի։ Հեղինեն հուսահատությամբ նայեց որդուն։ Էդգար, հանուն Աստվածո, դու ունես շինարարական ընկերություն, միլիոնանոց պայմանագրեր, հեղինակություն, որը պետք է պահպանել։ Ինչ? Ինչ դրանից։ Ինչ դրանից, Էդգար։ Քո գործընկերները կասկածում են քո որոշումներին։ Քո հաճախորդներն ասում են, բարձր խավը քննարկում է, որ դու վերադարձել ես մի կնոջ մոտ, ով ապրում էր աղքատության մեջ։ Էդգարը բաց թողեց Սոնայի ձեռքը եւ շրջվեց դեպի մայրը։ Գիտես ինչ, մայրիկ, գրողի ծոցը գործընկերներն ու հաճախորդները եւ բարձր խավը։ Էդգար, ոչ մայրիկ, տարիներ շարունակ ես անում էի այն ամենը, ինչ դու եւ քո շրջապատն ակնկալում էիք ինձանից։ Ամուսնացա նրանց հետ, ում դուք հավանում էիք, հաճախեցի ճիշտ վայրեր, կնքեցի ճիշտ գործարքներ, եւ գիտես արդյունքը, ես դարձա մարդ, ում ինքս չէի ճանաչում։ Հեղինեն տեսնում էր, թե ինչպես է որդին, ում ինքը մեծացրել էր, ըմբոստանում իր կյանքում առաջին անգամ։ Էդգար, դու խտճճվել ես, այս հղիությունը, այս իրավիճակը խաղում է քո զգացմունքների հետ։ Այդպես էլ կա, այն ինձ ստիպում է հիշել, թե ինչ է իսկական սերը։ Իսկական սեր, Հեղինեն սարկազմով ծիծաղեց։ Էդգար, դու կարծում ես նա քեզ է սիրում, թե քո բանկային հաշիվը։ Սոնան, ով ամեն ինչ լուռ լսում էր, վերջապես պայթեց։ Գիտեք ինչ, տիկին Հեղինե, դուք ճիշտ եք,
Ես չեմ սիրում Էդգարին, եւ Էդգարը եւ Հեղինեն ցնցված էին։ Ես սիրում եմ այն տղամարդուն, ով նա էր, երբ մենք երիտասարդ էինք, տղամարդու, ով երազում էր մատչելի բնակարաններ կառուցել աղքատ ընտանիքների համար, տղամարդու, ով լաց էր լինում ռոմանտիկ ֆիլմերի տակ, տղամարդու, ով ասաց, որ ուզում է ինձանից 5 երեխա ունենալ, որովհետև ընտանիքն ավելի կարևոր է, քան փողը։ Էդգարը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Սոնան նկարագրում էր մի մարդու, ում նա թաղել էր ինչ-որ տեղ վերջին տարիներին։ Այդ տղամարդուն ես սիրում էի խելագարի պես, շարունակեց Սոնան, բայց այն տղամարդուն, ով ամուսնացավ ինձ հետ ավելի ուշ, ով ամաչում էր ինձանից, ով ինձ փոխանակեց սոցիալական կարգավիճակի հետ, նրան ես չեմ սիրում։ Ոչ, եւ եթե հենց այդ տղամարդն է ինձ օգնություն առաջարկում հիմա, ապա ես իսկապես չեմ ընդունում դա։ Էդգարը դանդաղ մոտեցավ նրան։ Իսկ եթե դա առաջին տղամարդն է, նա, ով երազում էր քեզանից 5 երեխա ունենալ։ Սոնան նայեց նրա աչքերին եւ տեսավ անկեղծ արցունքներ։ Էդգար, Սոնա, քեզ հետ անցկացրած այս 3 շաբաթներն ինձ ստիպեցին հիշել, թե ով էի ես նախքան կդառնայի այս սառը եւ հաշվենկատ բիզնեսմենը։ Դու ինձ ստիպեցիր հիշել մեր երազանքներ։ Ինչ երազանքներ։ Ունենալ մեծ ընտանիք, մանկական ծիծաղով լի տուն, կառուցել մանկատուն կարիքավոր երեխաների համար, ճանապարհորդել աշխարհով մեկ օգնելով աղքատ համայնքներին։ Սոնան հիշեց այն բոլոր զրույցները, որոնք նրանք ունեցել էին, երբ երիտասարդ էին ու սիրավարված։ Երազանքներ, որոնք հետաձգվել էին անորոշ ժամանակով, երբ ֆինանսական հաջողությունը սկսեց գերիշխացել Էդգարի կյանքում։ Հեղինեն հետևում էր նրանց խոսակցությանը եւ հասկանում էր, որ ընդմիշտ կորցնում է որդուն։ Էդգար, դու չես կարող դեն նետել քո կյանքը նոստալգիայի պատճառով։ Սա նոստալգիա չէ, մայրիկ, սա սեր է, իսկական սեր, ոչ թե սոցիալական հարմարավետություն։ Էլենի հետ դուք կյանք էիք կառուցում միասին։ Մենք բիզնես էինք կառուցում միասին, ոչ թե կյանք, կյանքն այստեղ է։ Էդգարը ցույց տվեց հղի Սոնային։ Սա հոգատարություն է նրանց մասին, ում սիրում ես։ Պաշտպանություն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Սիրո, այլ ոչ թե կարգավիճակի վրա հիմնված ընտանիքի ստեղծում։ Հեղինեն հասկացավ, որ վերջնականապես պարտվել է։ Էդգար, եթե դու կատարես այս ընտրությունը, հույս չդնես իմ աջակցության վրա։ Ուրեմն հույս չեմ դնի, պարզապես պատասխանեց Էդգարը։ Հեղինեն վերջին անգամ նայեց Սոնային։ Հուսով եմ գիտես, թե ինչ ես անում։ Դու քանդում ես իմ որդու կյանքը։ Ոչ, հանգիստ պատասխանեց Սոնան։ Ես այն փրկում եմ։ Հեղինեն դուրս եկավ բնակարանից, չհրաժեշտ տալով։ Էդգարն ու Սոնան նորից մենակ մնացին, բայց այժմ ինչ-որ բան փոխվել էր նրանց միջև։ Դիմակները վերջնականապես նետված էին։ Էդգար, դու վստահ ես այն բանում, ինչ հենց նոր արեցիր, հարցրեց Սոնան։ Երբեք իմ կյանքում ոչ մի բանում այսքան վստահ չեմ եղել։ Քո մայրը երբեք չի ների ինձ։ Իմ մայրը ստիպված կլինի սովորել, որ նա այլևս չի վերահսկում իմ ընտրությունը։ Սոնան ձեռքը դրեց փորին, զգալով երեխաների շարժումը։ Էդգար, նրանք այսօր շատ ակտիվ են։ Էդգարը մոտեցավ եւ անվստահորեն ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Կարելի է։ Կարելի է։ Երբ Էդգարը զգաց մանուկների շարժումն իր ձեռքի տակ, նրա ներսում ինչ-որ բան փոխվեց։ Սրանք երեխաներ էին, ովքեր կենսաբանորեն իրենը չէին, բայց որոնց նա արդեն սիրում էր որպես իր սեփական։ Սոնա, կարելի է քեզ մի բան հարցնել։ Իհարկե։ Դու կներեիր ինձ, եթե ես խնդրեի դառնալ այս երեխաների հայրը։ Ոչ խղճահարությունից, ոչ մեղքի զգացումից, այլ որովհետև ես ուզում եմ ընտանիք կառուցել քեզ հետ։ Սոնան նայեց Էդգարին եւ տեսավ այն տղամարդուն, ում սիրահարվել էր տարիներ առաջ։ Տղամարդուն, ով ընտրեց սերը սոցիալական կարգավիճակի փոխարեն, ով գնաց սեփական մոր դեմ իրեն պաշտպանելու համար։ Էդգար, դու վստահ ես, որովհետև եթե դու հիմա այո ասես եւ հետո մտափոխվես, ես դա չեմ դիմանա։ Էդգարը բռնեց նրա դեմքն իր ափերի մեջ։ Սոնա Վարդանյան, դու համաձայն ես նորից ամուսնանալ ինձ հետ։ Ոչ հանուն հարմարավետության, ոչ մեղքի զգացումի պատճառով, այլ որովհետև մենք երկու մարդ ենք, ովքեր սիրում են միմյանց եւ ուզում են միասին ընտանիք կառուցել։ Սոնան զգաց, թե ինչպես են դեմքով արցունքներ հոսում։ Նա նայեց այն տղամարդու աչքերին, ով կոտրել էր իր սիրտը 5 տարի առաջ, բայց ով այժմ առաջարկում էր իր ամբողջ կյանքը երկրորդ շանսի դիմաց։ Ես համաձայն եմ, շշնջեց նա։ Էդգարը համբուրեց նրան այնպես, ինչպես չէր համբուրել 5 տարի,
զգալով, որ վերջապես նորից տանն է։ Եվ այդ պահին երեխաներն էլ ավելի ուժեղ շարժվեցին, կարծես տոնելով իրենց պնողների որոշումը իսկական սիրուն ևս մեկ շանս տալու վերաբերյալ։ Առաջարկությունից 2 շաբաթ անց Էդգարն ու Սոնան կահավորում էին մանկական սենյակը, երբ համառեցան զանգեց դոմոֆոնը։ Էդգարն իջավ դուռը բացելու և զարմացավ տեսախցիկի էկրանին տեսնելով Էլենին կոստյումով անծանոթ տղամարդու ուղեկցությամբ։ «Էդգար, ես պետք է շտապ խոսեմ քեզ հետ», ասաց Էլենը դոմոֆոնով։ Նրա ձայնը տարօրինակ հանգիստ էր հնչում։ Էլեն, մենք խոսելու ոչինչ չունենք։ Ունենք։ Դա Սոնայի մասին է։ Ես մի բան եմ իմացել, որը դու պետք է իմանաս։ Էդգարը տատանվեց։ Էլենի տորի մեջ կար մի բան, որն անհանգստացրեց իրեն։ Հատկապես ինչ։ Ես չեմ կարող խոսել դոմոֆոնով։ Դա նրբանկատ հարց է։ Սոնան իջավ աստիճաններով բռնելով փորը, որն այժմ հսկայական էր։ Ո՞վ է դա, սիրելիս։ Էլենն է, ասում է, որ ինչ-որ բան է իմացել քո մասին։ Սոնան գունատվեց։ Էդգար, ներս մի թող նրան, ես ճանաչում եմ Էլենին, երբ նա երկար լռում է, նա ինչ-որ բան է պլանավորում։ Սոնա, եթե նա ինչ-որ բան է իմացել, լավ կլինի մենք իմանանք, թե հատկապես ինչ։ Էդգար, խնդրում եմ, բայց Էդգարն արդեն բացել էր դուռը։ Մի քանի րոպե անց Էլենը բարձրացավ 50 անց, լավ հագնված, թղթապանակով տղամարդու հետ։ Էդգար, սառը բարևեց Էլենը, ապա նայեց Սոնային ժպիտով, որից արյունը սառչում էր։ Սոնա, ինչ մեծ փոր է, երևի ժամանակը գրեթե եկել է։ Ինչ ես ուզում, Էլեն, ուղիղ հարցրեց Սոնան։ Ուզում եմ օգնել Էդգարին չանելու սխալ, որը կկործանի իր կյանքը։ Էլեն, մենք արդեն խոսել ենք այդ մասին, անհամբել ասաց Էդգարը։ Մենք խոսել ենք ստի հիման վրա, հակադարձեց Էլենը։ Էդգար, ներկայացնում եմ քեզ Միքայել Սողոմոնյանին, մասնավոր խուզարկուի։ Տղամարդը քաղաքավարի գլխով արեց։ Էդգարը սարսուր ձղաց մեջքի երկայնքով։ Մասնավոր խուզարկու։ Էլեն, դու խուզարկու ես վարձել Սոնային հետևելու համար։ Վարձել եմ եւ իմացել եմ շատ հետաքրքիր բաներ։ Սոնան հեմվեց բազմոցին զգալով թուլություն ոտքերում։ Էդգար, ես կարող եմ բացատրել այն ամենը, ինչ նա իմացել է։ Կարող ես, չարությամբ ժպտաց Էլենը։ Այդ դեպքում բացատրիր, թե ինչու ստեցիր երեխաների հոր մասին։ Սենյակում կախված լռությունը խլացուցիչ էր։ Էդգարը նայեց Սոնային, ով ճերմակ էր ինչպես սավանը։ Ինչպես թե ստեց, հարցրեց Էդգարը։ Միքայել, պատմեք նրան, թե ինչ եք պարզել։ Խուզարկուն բացեց թղթապանակը։ Պարոն Սահակյան, մենք ստուգել ենք Ռոբերտ Տորոսյանին, երեխաների ենթադրյալ հորը։ Մենք պարզեցինք, որ նա արդեն 2 տարի է երջանիկ ապրում է իր կնոջ հետ Պորտուգալիայում, երբեք չի ամուսնալուծվել, եւ որ ավելի կարևոր է, երբեք հարաբերություններ չի ունեցել Տիկին Վարդանյանի հետ։ Էդգարը զգաց, թե ինչպես է երկիրը փախչում ոտքերի տակից, ինչպես թե հարաբերություններ չի ունեցել։ Նրանք աշխատել են միասին 2 ճարտարապետական նախագծերով եւ վերջ։ Մենք խոսել ենք Ռոբերտի հետ անձամբ։ Նա ցնցված էր իմանալով, որ իրեն մեղադրում են 2 երեխաների հայրության մեջ։ Սոնան անզայն լաց էր լինում։ Էդգար, ես կարող եմ բացատրել այն ամեն ինչն է իմացել է։ Կարող ես, չարությամբ ժպտաց Էլենը։ Այդ դեպքում բացատրիր, թե ինչու ստեցիր երեխաների հոր մասին։ Սենյակում կախված լռությունը խլացուցիչ էր։ Էդգարը նայեց Սոնային, ով ճերմակ էր ինչպես սավանը։ Ինչպես թե ստեց, հարցրեց Էդգարը։ Միքայել, պատմեք նրան, թե ինչ եք պարզել։ Խուզարկուն բացեց թղթապանակը։ Պարոն Սահակյան, մենք ստուգել ենք Ռոբերտ Տորոսյանին, երեխաների ենթադրյալ հորը։ Մենք պարզեցինք, որ նա արդեն 2 տարի է երջանիկ ապրում է իր կնոջ հետ Պորտուգալիայում, երբեք չի ամուսնալուծվել, եւ որ ավելի կարևոր է, երբեք հարաբերություններ չի ունեցել Տիկին Վարդանյանի հետ։ Էդգարը զգաց, թե ինչպես է երկիրը փախչում ոտքերի տակից, ինչպես թե հարաբերություններ չի ունեցել։ Էդգարը ծանր նստեց բազմոցին։ Այդ դեպքում ով է երեխաների հայրը։ Սոնան չպատասխանեց։ Էլենը փայլում էր, տեսնելով, թե ինչպես է իրականանում իր վրեժը։ Միքայել, պատմեք մնացածը, հրահրեց Էլենը։ Պարոն Սահակյան, Տիկին Վարդանյանը 8 ամիս առաջ հոսպիտալացվել է մոր եւ մանկան կենտրոնի օժանդակ վերարտադրողականության բաժանմունք։ Օժանդակ վերարտադրողականության, շփոթված կրկնեց Էդգարը։ ԱՄԲ, արտամարնային բեղմնավորում, պարոն։ Նա հղիացել է արհեստական ճանապարհով։ Էդգարը նայեց Սոնային այնպես, կարծես չէր ճանաչում նրան։ ԱՄԲ։ Սոնա, դու ԱՄԲ ես արել մենակ։ Էդգար, թույր բացատրել։ Բացատրիր, որովհետև ես լիովին մոլորված եմ։
Սոնան խորը շունչ քաշեց, իմանալով, որ փախչել ճշմարտությունից այլևս անհնար է։ Ես ԱՄԲ արեցի, որովհետև ուզում էի մայր դառնալ։ Ես միշտ ուզել եմ մայր լինել դեռ այն ժամանակ, երբ մենք ամուսնացած էինք։ Եվ ինձ չասացիր, թե ինչու։ Ինչու։ Որովհետև ես օգտագործել եմ սառեցված կենսանյութ։ Էդգարը խոժոռվեց։ Ինչ կենսանյութ։ Էլենն այլևս չէր կարողանում զսպել բավարարվածությունը։ Ասա նրան, Սոնա, ասա, թե ում կենսանյութն է դա։ Սոնան արցունքոտ աչքերով նայեց Էդգարին։ Քոնը, Էդգար, երեխաները քոնն են։ Լռությունը բացարձակ էր։ Էդգարը նայում էր Սոնային այնպես, կարծես նա խոսել էր այլ լեզվով։ Մենք, կամացուկ կրկնեց նա։ Երբ մենք ամուսնացած էինք, մենք հետազոտություն էինք անցնում երեխաներ ունենալու համար։ Դու հանձնեցիր նյութ, որը մնաց սառեցված կլինիկայում։ Ամուսնալուծությունից հետո այն մնաց գրանցված իմ անունով։ Էդգարը տատանվելով ոտքի կանգնեց բազմոցից։ Սոնա, դու ասում ես ինձ, որ այս երեխաներն իմ կենսաբանական երեխաներն են։ Այո։ Եվ դու ինձ չասացիր։ Ինչպես կարող էի ասել։ Դու նշանված էիր ուրիշի հետ։ Դու կմտածեիր, որ ես փորձում եմ քեզ շանտաժի ենթարկել։ Էլենը վայելում էր տեսարանը։ Էդգար, հիմա տեսնում ես, նա այս ամենը պլանավորել է, հղիացել է քո երեխաներով, որպեսզի քեզ հետ բերի։ Դրա համար չէ, բղավեց Սոնան։ Ես արեցի դա, որովհետև ուզում էի մայր լինել, որովհետև երազում էի երեխաներ ունենալ քեզնից մեր հանդիպման պահից։ Էդգարը քայլում էր անկյունից անկյուն, փորձելով մարսել տեղեկությունը։ Սոնա, դու հղիացել ես իմ երեխաներով առանց ինձ ասելու։ Հորինել ես պատմություն ամուսնացած տղամարդու մասին, թույլ ես տվել ինձ հավատալ, որ ես օգնում եմ անծանոթի։ Էդգար, ես վախենում էի։ Վախենում էիր ինչից։ Ասել ճշմարտությունը։ Վախենում էիր, որ կմտածեր, թե փորձում եմ քեզ շանտաժի ենթարկել։ Վախենում էիր, որ դու նորից կմերժես ինձ։ Միքայելը մաքրեց կոկորդը։ Պարոն Սահակյան, կա եւս մեկ տեղեկություն։ Էլի հոգնած հարցրեց Էդգարը։ Բեղնավորումը կատարվել է 7 ամիս առաջ, բայց Տիկին Վարդանյանը գիտեր Տիկին Պետրոսյանի հետ ձեր նշանադրության մասին առնվազն 10 ամիս առաջ։ Տեղեկությունը ընկավ ռումբի պես։ Էդգարը անհավատությամբ նայեց Սոնային։ Դու գիտեիր, որ ես նշանված եմ, երբ որոշեցիր հղիանալ։ Սոնան չկարողացավ ստել։ Գիտեի եւ միևնույն է օգտագործեցի քո կենսանյութը հղիանալու համար։ Էդգար, դու չես հասկանում։ Հասկանում եմ։ Դու ամեն ինչ պլանավորել ես, հղիացել ես իմանալով, որ ես այլ հարաբերությունների մեջ եմ։ Դա պլան չէր, դա հուսահատություն էր։ Հուսահատություն։ Հուսահատություն։ Սոնան հենվեց պատին, զգալով թեթև կծկումների սկիզբը։ Էդգար, երբ ես իմացա, որ դու ամուսնանում ես նրա հետ, ես հուսահատության մեջ ընկա։ Ես հասկացա, որ կկորցնեմ քեզ ընդմիշտ, եւ միակ բանը, որ ուզում էի կյանքում, քո մի մասնիկն ինձ մոտ ունենալն էր։ Ուրեմն դու հղիացար իմ երեխաներով առանց իմ գիտության, որպեսի ունենաս իմ մի մասնիկը։ Այո, բղավեց Սոնան, որովհետև ես սիրում եմ քեզ, որովհետև երբեք չեմ կարողացել քեզ մոռանալ, որովհետև ուզում էի երեխաներ ունենալ քեզանից այն պահից ի վեր, երբ մենք ծանոթացել ենք։ Էդգարը կանգ առավ եւ նայեց նրան։ Նա տեսնում էր անկեղծություն նրա հուսահատության մեջ, բայց տեսնում էր նաեւ մանիպուլյացիա։ Սոնա, դու հասկանում ես, թե ինչ ես արել։ Դու որոշում ես կայացրել իմ կյանքի, իմ երեխաների մասին առանց ինձ հետ խորհրդակցելու։ Դա ես հասկացա հետո, դրա համար չասացի, երբ մենք հանդիպեցինք, գիտեի, որ դու կբարկանաս։ Էլենը որոշեց հասցնել վերջին հարվածը։ Էդգար, նա ամեն ինչ մանիպուլյացիայի է ենթարկել, բեղմնավորումը, հանդիպումն անձրևի տակ, ուշագնացությունը, ամեն ինչ պլանավորված էր, որպեսի քեզ հետ բերի։ Դա պլանավորված չէր, բողոքեց Սոնան, բայց ոչ ոք չհավատաց։ Պարոն Սահակյան, Միքայելը բացեց մյուս թղթապանակը։ Կան գրառումներ, որոնք ցույց են տալիս, որ Տիկին Վարդանյանը հստակ գիտեր, թե որտեղ էիք դուք լինելու այն երեկո։ Ռեստորանը, որտեղ դուք ընթրում էիք, գտնվում է 2 թաղամաս հեռավորության վրա այն վայրից, որտեղ նա պատահաբար ձեզ հանդիպեց։ Էդգարն իրեն զգաց այնպես, կարծես հարված էր ստացել փորին։ Սոնա, դու գիտեիր, որ ես այդ տեղով եմ անցնելու։ Սոնան տատանվեց 1 վայրկյան, եւ դա բավական էր Էդգարին։
Գիտեիր, արձանագրեց նա, դու պլանավորել էիր այս հանդիպումը։ Էդգար, այնքան էլ այդպես չէ։ Բա ինչպես, բացատրիր հստակ, այս անգամ առանց ստի։ Սոնան նստեց բասկոցին, պարտված։ Ես գիտեի, որ դուք ընտրում եք Շերեփում։ Էլենը գրառում էր արել Ինստագրամում։ Գիտեի այն ժամը, երբ դուք սովորաբար դուրս եք գալիս։ Ես ֆինանսական դժվարություններ ունեի։ Ես հղի էի հուսահատության մեջ։ Ես մտածեցի, որ եթե դու ինձ տեսնես նման վիճակում, գուցե կզգաս քեզ պարտավորված օգնելու ինձ, մեղքի զգացումից։ Էդգարը նստեց բազկաթոռին, գլուխը բռնելով ձեռքերով։ Աստված իմ, Սոնա, դու ամեն ինչ սարքել ես։ Էդգար, բայց իմ զգացմունքները իրական են։ Ես քեզ իսկապես սիրում եմ։ Սիրում ես, թե սիրում ես իմ բանկային հաշիվը։ Հարցը հարվածեց Սոնային ապտակի պես։ Ինչպես կարող ես նման բան հարցնել, որովհետև ես այլևս չգիտեմ ինչն է ճշմարտություն, ինչը սուտ։ Էլենը մոտեցավ Էդգարին։ Էդգար, հիմա տեսնում ես, թե ինչպիսին է նա։ Հենց այնպիսին, ինչպիսին մասին ես միշտ ասել եմ, օգտապաշտ։ Էդգարը նայեց լացող Սոնային, ով բռնել էր փորը։ Նա տեսնում էր կնոջը, ում սիրում էր, բայց տեսնում էր նաև մեկին, ով ստել ու մանիպուլյացիայի էր ենթարկել իր ուզածին հասնելու համար։ Սոնա, դու ստիպեցիր ինձ հավատալ, որ ես օգնում եմ հանգամանքների զոհին, երբ իրականում ինձ մանիպուլյացիայի էր ենթարկում իմ սեփական երեխաների մայրը։ Էդգար, խնդրում եմ թույլ տուր բացատրել։ Բացատրել ինչ, էլ ինչ սուտ ես պատմել։ Այդ պահին Սոնան զգաց ուժեղ կծկում և բղավեց ցավից։ Էդգար, ինչ-որ բան այն չէ։ Բոլորը նայեցին նրան, նա գունատ էր և պատվել էր սառը քրտինքով։ Սոնա, Էդգարը բնազդաբար նետվեց դեպի նա, ժամանակավորապես մոռանալով զայրույթը։ Էդգար, կարծես ծննդաբերությունն սկսվել է, ասաց նա շնչակտուր լինելով։ Միքայելը մոտեցավ։ Պարոն Սահակյան, դատելով բեղմնավորման ամսաթվից, նա դեռ չունի 36 շաբաթական, սա վաղաժամ է։ Էդգարը խուճապահար նայեց Սոնային, հետո Էլենին, ով ժպտում էր, կարծես դա իր վրեժի վերջին կետն էր։ Էդգար, Սոնան բռնեց նրա ձեռքը։ Կարևոր չէ, թե ինչ ես մտածում իմ մասին հիմա, բայց այս երեխաները քոնն են, մեր երեխաներն են։ Խնդրում եմ, մի լքիր նրանց իմ սխալների պատճառով։ Էդգարը նայեց նրա աչքերին և տեսավ անկեղծ վախ։ Վախ ոչ թե այն ստի համար, որ նա պատմել էր, այլ այն երեխաների համար, ում նա կրում էր։ Այդ պահին նա ստիպված էր կայացնել իր կյանքի ամենադժվար որոշումը։ Հետևել զայրույթին և լքել Սոնային ամենապատասխանատու պահին, թե պաշտպանել երեխաներին, որոնց մասին նա միշտ երազել էր, նույնիսկ եթե նրանք բեղմնավորվել էին մանիպուլյացիայի միջոցով։ Գնացինք հիվանդանոց, ասաց նա վերցնելով մեքենայի բանալիները։ Էլենը կանգնած նայում էր, թե ինչպես է Էդգարը տանում Սոնային դեպի վերելակը։ Նա հաղթել էր ճշմարտության համար մղվող ճակատամարտում, բայց հնարավոր է պարտվել էր սրտի համար մղվող պատերազմում։ Վազքը դեպի մոր և մանկան կենտրոն հուսահատ էր։ Էդգարը վարում էր բարձր արագությամբ, մինչ Սոնան բղավում էր ցավից հետևի նստատեղին երկու ձեռքով բռնած փորը։ Կծկումները գնում էին յուրաքանչյուն 2 րոպեն մեկ և խուճապը պատեր էր մեքենան։ Էդգար, ես չեմ դիմանա, բղավում էր Սոնան սառը քրտինքի մեջ, շատ ցավոտ է։ Կդիմանաս, մենք գրեթե հասել ենք, պատասխանեց Էդգարը գազի ոտնակը սեղմելով հատակին։ Ուղևորի նստատեղին Էլենը լուռ հետևում էր ամեն ինչին, դեմքի տարօրինակ արտահայտությամբ։ Նա պնդել էր գնալ նրանց հետ, պնդելով, որ ուզում է տեսնել պատմության ավարտը։ Երբ նրանք հասան հիվանդանոց, Էդգարը գրկած Սոնային տարավ ընդունարան։ Բժշկական բրիգադն անմիջապես պարկեցրեց նրան պատգարակում և վազեց ծնարան։ Պարոն, դուք եք հայրը, հարցրեց բուժքյուրը։ Էդգարը տատանվեց մեկ վայրկյան, հիշելով վերջին րոպեների կործանարար բացահայտումները։ Այո, պատասխանեց նա, զարմացնելով ինքն իրեն։ Այդ դեպքում եկեք ինձ հետ, ծննդկանի մոտ ծննդաբերության ակտիվ փուլ է։ Մինչ Էդգարը գնում էր հագուստը փոխելու, Էլենը բռնեց նրա ձեռքը։ Էդգար, քեզ պետք չէ սա անել։ Նա ստել է քեզ, մանիպուլյացիայի է ենթարկել ամեն ինչ։ Էլեն, սրանք իմ երեխաներն են, մեր երեխաներն են։ Խնդրում եմ, մի լքիր նրանց իմ սխալների պատճառով։ Էդգարը նայեց նրա աչքերին և տեսավ անկեղծ վախ։ Վախ ոչ թե այն ստի համար, որ նա պատմել էր, այլ այն երեխաների համար, ում նա կրում էր։
Այդ պահին նա ստիպված էր կայացնել իր կյանքի ամենադժվար որոշումը՝ հետևել զայրույթին եւ լքել Սոնային ամենապատասխանատու պահին, թե պաշտպանել երեխաներին, որոնց մասին նա միշտ երազել էր, նույնիսկ եթե նրանք բեղմնավորվել էին մանիպուլյացիայի միջոցով։ «Գնացինք հիվանդարոց», ասաց նա, վերցնելով մեքենայի բանալիները։ Եվ ինչ, նրանք չեն ընտրել, թե ինչպես բեղմնավորվեն։ Նրանք անմեղ են։ Էդգար, եթե դու մտնես այդ սենյակ, դու կներես նրան ընդմիշտ։ Ես ոչինչ չեմ ներում, ես հայր եմ դառնում։ Էդգարը թողեց Էլենին սպասասրահում եւ մտավ ծնարան։ Սոնան պառկած էր սեղանին, միացված տարբեր սարքերի, ցավից աղավաղված դեմքով։ «Էդգար», բղավեց նա, տեսնելով նրան, «դու եկար»։ «Իհարկե եկա», ասաց նա, բռնելով նրա ձեռքը։ «Ես քեզ մենակ չեմ թողնի անցնել սրա միջով»։ Մանկաբարձ գինեկոլոգ բժշկուհի Տաթևիկը մոտեցավ մտահոգված տեսքով։ «Պարոն Սահակյան, ես ուղիղ կասեմ, հղիության ժամկետը 34 շաբաթ է, երեխաները վաղաժամ են, բայց ոչ կրիտիկական։ Խնդիրն այն է, որ ծննդկանը շատ բարձր ճնշում ունի ստրեսի պատճառով»։ «Ստրեսի»։ վերահարցրեց Էդգարը։ «Պարոն, երբ հղին ապրում է ուժեղ էմոցիոնալ տրավմա, դա կարող է ազդել ծննդաբերության վրա։ Ինձ պետք է, որ դուք հանգստացնեք նրան»։ Էդգարը նայեց լացող Սոնային։ «Սոնա, ամեն ինչ լավ է, ես այստեղ եմ»։ «Էդգար, ներիր ինձ ամեն ինչի համար։ Ես գիտեմ, որ ստել եմ, գիտեմ, որ մանիպուլյացիա եմ արել, բայց ես քեզ իսկապես սիրում եմ»։ «Սոնա, հիմա դրա ժամանակը չէ, կենտրոնացիր երեխաների վրա»։ «Ոչ, ես պետք է բացատրեմ քեզ Ռոբերտի մասին»։ «Սոնա, նա իրականում գոյություն ունի, նա աշխատել է քեզ հետ նախագծի վրա 3 տարի առաջ, բայց մենք երբեք հարաբերություններ չենք ունեցել։ Ես հորինեցի այդ պատմությունը, որովհետև չէի ուզում, որ դու քեզ պարտավորված զգաս ինձ օգնելուն միայն այն պատճառով, որ սրանք քո երեխաներն են»։ Էդգարը դադարեց շնչել։ «Ինչ»։ «Երբ դու գտար ինձ անձրևի տակ, ես պատրաստվում էի ասել ճշմարտությունը, բայց ես տեսա, թե ինչպես էիր նայում ինձ խղճահարությամբ, մեղքի զգացումով։ Ես հասկացա, որ եթե դու իմանաս, որ սրանք քո երեխաներն են, դու ինձ կօգնես պարտքի զգացումից, այլ ոչ թե սիրուց»։ Ուժեղ կծկումն ընդհատեց բացատրությունը։ Սոնան բղավեց ցավից։ «Տիկին Վարդանյան, հիմա պետք է ճիգ գործադրել», հրամայեց բժշկուհին։ «Էդգար», Սոնան ամուր սեղմեց նրա ձեռքը, «երդվիր, որ հոգ կտանես մեր երեխաների մասին, նույնիսկ եթե ես չդիմանամ»։ «Դու կդիմանաս, նման բան մի ասա, երդվիր»։ «Երդվում եմ»։ Հաջորդ 1 ժամը հույզերի պտտահողմ էր։ Էդգարը տեսնում էր, թե ինչպես է Սոնան պայքարում իրենց երեխաներին աշխարհ բերելու համար, տեսնում էր նրա ուժն ու վճռականությունը, տեսնում էր անվերապահ սերը, որը նա տածում էր այն երեխաների հանդեպ, ում կրում էր։ «Տեսնում եմ առաջին երեխայի գլխիկը», հայտարարեց բժշկուհին։ «Եվս 1 ճիգ»։ Սոնան գերմարդուկան ջանք գործադրեց եւ առաջին երեխան ծնվեց, բարձրաձայն լաց լինելով։ «Սա աղջիկ էր, աղջիկ է», բղավեց Էդգարը, լաց լինելով երկար տարիների ընթացքում առաջին անգամ։ «Սոնա, մեր դուստրը ծնվեց»։ «Նա լավ է», հյուզված հարցրեց Սոնան։ «Նա կատարյալ է», պատասխանեց բուժքույրը, ցույց տալով վարդագույն եւ առողջ փոքրիկին։ «Սոֆիա», շշնջաց Սոնան, «սա Սոֆիան է»։ 2 րոպե անց ծնվեց երկրորդ երեխան, ուժեղ տղա, ով բղավում էր քրոջից էլ բարձր։ «Դավիթ», ասաց Էդգարը, առաջին անգամ գրկելով որդուն, «մեր Դավիթը»։ Սոնան սկսեց հեկեկալ, տեսնելով Էդգարին 2 նորացինները գրկին։ Նա նայում էր նրանց որպես հրաշքի, այնպիսի մաքուր սիրով, որ ստիպեց Սոնային մոռանալ վերջին ամիսների բոլոր դժվարությունների մասին։ «Էդգար, նրանք հրաշք են», շշնջաց նա։ «Նրանք կատարյալ են», համաձայնեց նա, մոտենալով մահճակալին, որպեսզի նա կարողանա ավելի լավ տեսնել։ «Սոնա, նրանք քո աչքերն ու քո քիթն ունեն», նա ժպտաց արցունքների միջից։ Այդ պահին Էդգարը հասկացավ մի հիմնարար բան։ Կարևոր չէ, թե ինչպես են այս երեխաները բեղմնավորվել, կարևոր չէ սուտը, մանիպուլյացիաները, դժվարությունները, նրանք իր երեխաներն էին, եւ նա սիրում էր նրանց ավելի շատ, քան երբևէ կարծում էր, թե հնարավոր է ինչ-որ մեկին սիրել։ «Սոնա», ասաց նա դեռ գրկած երեխաներին, «ես պետք է քեզ մի բան ասեմ»։ «Ինչ»։ «Ես հասկանում եմ ինչու դու ստեցիր, հասկանում եմ ինչու հորինեցիր Ռոբերտին, եւ հասկանում եմ ինչու ինձ չասացիր, որ սրանք իմ երեխաներն են»։ Սոնան զարմացած նայեց նրան։ «Դու ուզում էիր, որ ես քեզ ընտրեմ սիրուց դրդված, այլ ոչ թե պարտքի զգացումից։ Ուզում էիր համոզվել, որ իմ զգացմունքներն իրական են»։
Էդգար, եւ նրանք իրական են։ Ես սիրում եմ քեզ, սիրում եմ այն համարցակ կնոջը, ով որոշեց դառնալ միայնակ մայր, որովհետեւ ուզում էր ունենալ իմ մի մասնիկը։ Սիրում եմ այն կնոջը, ով նախընթեց կարիքը, քան շանտաժ անելը հայրությամբ։ Էդգարը մոտեցավ մահճակալին։ Սոնա Վարդանյան, դու համաձայն ես նորից ամուսնանալ ինձ հետ։ Ոչ այն պատճառով, որ մենք այս երեխաների ծնողներն ենք, այլ որովհետև մենք երկու մարդ ենք, ովքեր սիրում են միմյանց եւ ուզում են միասին ընտանիք կառուցել։ Էդգար, դու վստահ ես, նույնիսկ այս ամենից հետո երբեք այսքան վստահ չեմ եղել։ Ես համաձայն եմ, շշնչաց նա։ Այդ պահին հիվանդասենյակի դուռը բացվեց եւ ներս մտավ կատաղած Էլենը։ Էլեն, դու չես կարող լուրջ խոսել։ Նա շրջվեց, երեխաները գրկում։ Էլեն, դուրս արի այստեղից, սա անձնական պահ է։ Անձնական, Էդգար, դու անում ես քո կյանքի ամենամեծ սխալը։ Իմ կյանքի ամենամեծ սխալը Ֆելիպեին 5 տարի առաջ լքելն էր։ Ես նույն սխալը 2 անգամ չեմ անի։ Էլենը նայեց Էդգարին, երեխաները գրկում, Սոնային մահճակալին, Մադոննայի նման եւ հասկացավ, որ վերջնականապես պարտվել է։ Էդգար, երբ կհոգնես խաղալ հայր-հերոս, գտիր ինձ, ասաց նա դուրս գալով պալատից։ Էդգարը նույնիսկ չշրջվեց նրան հայացքով ճանապարհելու համար։ Նա ամբողջովին հիպնոսացված էր իր գրկում եղած երեխաներով։ Սոնա, ասաց նա, շնորհակալություն։ Ինչի համար։ Այն բանի համար, որ նվիրեցիր ինձ կյանքիս ամենաթանկ նվերները եւ այն բանի համար, որ սովորեցրիր, որ իսկական սերը ներումն է, հասկացողությունը եւ երկրորդ շանսերը։ Սոնան մեկնեց ձեռքերը եւ Էդգարը երեխաներին դրած նրա կողքին։ 4-ը նրանք մնացին այնտեղ, վերջապես լիարժեք ընտանիք դարձած, իմանալով, որ գտել են այն, ինչն իսկապես կարևոր է կյանքում։ Սոֆիան եւ Դավիթը հանգիստ քնած էին իրենց ծնողների գրկում, անտեղյակ այն բոլոր դժվարությունների, որոնք նրանց բերել էին այս աշխարհ։ Նրանք պարզապես 2 սիրված մանուկներ էին, այն զույգի երեխաները, որը յուրացրել էր, որ իսկական սերը հաղթահարում է ցանկացած խոչընդոտ։ Սոֆիայի եւ Դավիթի ծնվելուց 6 ամիս անց Էդգարը կանգնած էր իր նոր բնակարանի պատշգամբում, ավելի փոքր, բայց անսահման ավելի երջանիկ, նայելով թե ինչպես է Սոնան կերակրում երկվորյակներին հյուրասենյակի բազմոցին։ Արավոտյան արևը թափանցում էր մեծ պատուհաններից, լուսավորելով ամենակատարյալ տեսարանը, որը նա երբևէ տեսել էր։ «Սիրելիս, դու նորից ինձ ես նայում», ասաց Սոնան ժպտալով, աչքերը չկտրելով երեխաներից։ «Չեմ կարողանում ինձ զսպել», պատասխանեց Էդգարը, մոտենալով եւ համբուրելով նրա ճակատը։ «Դուք երեքդ ամենահրաշալին եք, որ կա աշխարհում»։ Վերջին ամիսներին Էդգարն իր մեջ բացահայտեց մի կողմ, որը չգիտեր։ Նա սովորեց գիշերվա կեսին տակդիրներ փոխել, ճիշտ ջերմաստիճանի խառնուրդ պատրաստել, հանգստացնել 2 լացող մանուկներին միաժամանակ։ Եվ ամենակարևորը, նա իմացավ, որ հայր լինելն իր կյանքի ամենակարևոր աշխատանքն է։ Դրանց զանգն ընդհատեց ընտանիքի խաղաղ պահը։ Էդգարը գնաց դուռը բացելու եւ զարմացավ, շեմին տեսնելով Էլենին, լավ հագնված ինչպես միշտ, բայց դեմքի այլ արտահայտությամբ։ «Էլեն, ինչ ես անում այստեղ»։ «Էդգար, կարելի է ներս մտնել, ես պետք է խոսեմ քեզ հետ»։ Էդգարը տատանվեց, բայց Սոնան նշան արեց, որպեսզի նա ներս թողնի նրան, թող ասի այն, ինչի համար եկել է։ Էլենը մտավ բնակարան եւ նայեց շուրջը։ Սա ավելի փոքր վայր էր, քան նախկին պենթհաուսը, բայց այն լի էր կյանքով։ Ցրված խաղալիքներ, ընտանեկան լուսանկարներ պատերին, մանուկների հոտն օդում։ «Էդգար», սկսեց նա, «ես եկել եմ ներողություն խնդրելու»։ Էդգարն ու Սոնան զարմացած նայեցին միմյանց։ «Ներողություն ինչի համար»։ «Ամեն ինչի, նրա համար, որ փորձել եմ կործանել ձեզ, որ խուզարկու եմ վարձել, նրա համար, որ փորձել եմ քանդել ընտանիքը»։ Էլենը նստեց բազմոցին, կարծես թե ավելի փոքրացած, քան հիշում էր Էդգարը։ «Էդգար, այս 6 ամիսների ընթացքում ես մտածում էի այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Եվ ինչի եկար։ Այն եզրահանգման, որ ես սխալվում էի ամեն ինչում, քո մասին, Սոնայի մասին, այն մասին, թե ինչ է իսկական սերը։ Սոնան ուղղեց Դավիթին գրկում, ուշադիր լսելով խոսակցությունը։ «Էլեն, ինչու ես ասում ինձ սա»։ «Որովհետև ես 3 ամիս առաջ ամուսնացա Բորիս Մուրադյանի հետ»։ Էդգարը խոժոռվեց։ «Ով է Բորիս Մուրադյանը»։ «Հարուստ բիզնեսմեն, բայց ծեր, ով տալիս է ինձ այն ամենը, ինչ ես միշտ ուզել եմ»։ Թանկարժեք հագուստ, զարդեր, ճանապարհորդություններ, սոցիալական կարգավիճակ։ «Եվ դու երջանիկ ես»։ Էլենը տխուր ժպտաց։ «Ես ինչ ասես կամ միայն ոչ երջանիկ։ Ես ամեն օր արթնանում եմ մի տղամարդու կողքին ու իսկապես չեմ ճանաչում, ով ինձ չի ծիծաղեցնում, ով ինձ չի նայում այնպես, ինչպես դու էիր նայում Սոնային»։ Էդգարը չգիտեր ինչ պատասխանել։
Էդգար, գիտես ինչպես ես հասկացար, որ կորցրել եմ քեզ ընդմիշտ։ Ինչպես։ Երբ տեսա քեզ ծննդատանը Սոֆիային եւ Դավիթին գրկած, այն թե ինչպես էիր դու նայում նրանց Սոնային։ Դա սեր էր, որը ես երբեք չէի կարող արթնացնել քո մեջ։ Սոնան հուզված էր Էլենի անկեղծությունից։ Էլեն, մեղմ ասաց Էդգարը, դու հանդիպել ես մեկին, ով ստիպել է քեզ նման բան զգալ։ Հանդիպել եմ, բայց արդեն ուշ էր։ Ես այնքան տարված էի ձեզ ոչնչացնելու մտքով, որ բաց թողեցի նրան։ Ինչպես թե։ Իմ տանը կա մի բժիշկ Արմենը, Ամուրի 5 տարեկան աղջկա հայր։ Նա նայում էր ինձ այնպես, ինչպես դու ես նայում Սոնային, բայց երբ իմացավ, թե ինչ եմ արել ես ձեզ հետ, հեռացավ։ Էդգարը հասկացավ, թե ինչ էր փորձում ասել Էլենը։ Նա քեզ դատեց քո արարքներով։ Նա ճիշտ էր։ Նա, ով փորձում է քանդել ընտանիքը, արժանի չէ ստեղծել իր սեփականը։ Սոման վեր կացավ, երեխաներին դրեց մահճակալին եւ մոտեցավ Էլենին։ Էլեն, ուշ չէ փոխվելու համար։ Այսինքն, եթե դու իսկապես փոխվել ես, եթե դաս ես քաղել այս ամենից, դեռ ժամանակ կա այդ տղամարդուն նվաճելու համար։ Էլենը զարմացած նայեց Սոնային։ Ինչու ես ինձ օգնում այն ամենից հետո, ինչ ես արել եմ։ Որովհետև ես հասկացա, որ յուրաքանչյուրն արժանի է երկրորդ շանսի։ Էդգարն ինձ երկրորդ շանս տվեց, կյանքն ինձ երկրորդ շանս տվեց այս երեխաների հետ։ Էդգարը հիացմունքով նայեց Սոնային։ Նույնիսկ այն ամենից հետո, ինչ արել էր Էլենը, նա ներում եւ օգնություն էր առաջարկում։ Էլեն, ասաց Էդգարը, եթե դու իսկապես փոխվել ես, ապացուցիր դա։ Ամուսնալուծվիր այդ Բորիսից, ում չես սիրում, եւ պայքարիր բժիշկ Արմենի համար։ Իսկ եթե չստացվի, գոնե դու կփորձես իսկապես երջանիկ լինել, այլ ոչ թե միայն ցուցադրելու համար։ Էլենը վեր կացավ, վերջին անգամ նայելով Էդգարին եւ Սոնային, իրենց երեխաների հետ։ Էդգար, կարելի է ինձ մի բան ասել։ Ասա։ Դու ճիշտ ընտրություն ես կատարել։ Սոնան քեզ սիրում է այնպես, ինչպես ես երբեք ոչ մեկին չէի կարող սիրել։ Էդգարը սեղմեց Սոնայի ձեռքը։ Ես գիտեմ։ Իսկ Սոնան, Էլենը դիմեց նրան, ներիր ամեն ինչի համար։ Դու միշտ ավելի լավ մարդ ես եղել, քան ես։ Մենք բոլորս սխալներ ենք անում, Էլեն, կարևորը դրանց վրա սովորելն է։ Էլենը դուրս եկավ բնակարանից, թողնելով Էդգարին եւ Սոնային մենակ, երեխաների հետ։ Նրանք լռեցին մի քանի րոպե, մարսելով խոսակցությունը։ Կարծում ես նա իսկապես փոխվել է, հարցրեց Էդգարը։ Կարծում եմ, այո, ցավը շատ բան է սովորեցնում կյանքի մասին։ Էդգարը հետևից գրկեց Սոնային, նայելով Սոֆիային եւ Դավիթին, ովքեր խաղաղ քնած էին մահճակալում։ Սոնա, կարելի է քեզ մի բան ասել։ Իհարկե։ Երբ ես քեզ հղի տեսա այն անձրևի տակ 6 ամիս առաջ, ես մտածում էի, որ փրկում եմ քեզ։ Այսօր ես հասկանում եմ, որ դու ես փրկել ինձ։ Ինչպես թե փրկել։ Դատարկ կյանքից, լի թանկարժեք իրերով, բայց առանց իսկական սիրո։ Տվեցիր ինձ ընտանիք, նպատակ, ամեն օր երջանիկ արթնանալու պատճառ։ Սոնան շրջվեց նրա գրկում։ Էդգար, գիտես թե որն էր իմ կյանքի ամենաերջանիկ օրը։ Որ օրը։ Այն, երբ դու կանգնեցրիր մեքենան այդ անձրևի տակ, ոչ թե որովհետև դու ինձ փրկեցիր, այլ որովհետև այդ պահին ես իմացա, որ այն տղամարդը, ում ես սիրում էի, դեռևս գոյություն ունի քո ներսում։ Էդգարը քնքշորեն համբուրեց Սոնային, իմանալով, որ գտել է այն ամենը, ինչ իսկապես կարևոր է կյանքում։ Այդ գիշեր, երբ Սոֆիային եւ Դավիթին քնեցնում էր, Էդգարը նայեց իր ընտանիքին եւ հասկացավ ամենակարևոր ճշմարտությունը։ Իսկական սերը ոչ արտաքինն է, ոչ սոցիալական կարգավիճակը եւ ոչ էլ հարմարավետությունը։ Դա ամեն օր մեկին ընտրելն է, դա ներումն է, դա ինչ-որ գեղեցիկ բանի կառուցումն է, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Անձրևի տակ այդ հանդիպումից 6 ամիս անց Էդգարն ու Սոնան ունեին ավելին, քան պարզապես ընտանիք։ Նրանք ունեին կենթանի ապացույց այն բանի, որ երկրորդ շանսերը գոյություն ունեն, որ իսկական սերը հաղթահարում է ցանկացած խոչընդոտ եւ որ երբեմն մենք պետք է կորցնենք ամեն ինչ, որպեսզի բացահայտենք այն, ինչն իսկապես արժե դրան։ Եվ երբ Սոֆիան ու Դավիթը մեծանան, նրանք կիմանան, որ բեղմավորվել են սիրով, ծնվել են հույսով եւ դաստիարակվել են այն վստահությամբ, որ եղել են ամենաթանկ նվերները,
որոնք նրանց ծնողները կարող էին ստանալ։